Նարինեն հիմա հետո վերցրել է մի հատ այսքան դանակ, արդյոք իրավունք ունի թե չէ։ Երեխա ունենալը հեշտ է, մեծացնելն է դժվար։ Հա, ասեսով էս դեպիլերը։ Ինչ որ մեկը մշտականով 300 հոգու էր անցկացնում։ Մտնում էին ավտոբուս, քարոզում էին փող մի վճարեք։ Ցավոք։ Տպարան հանձնելուց հետո ձեռքս այսպես պահում էի, դողում էր։ Հիմա ես այդ սխալ որոշումը չեմ կայացնի։ Իսկ ինչ որ առողջ լուծում տենում եք դրան։ Բարև ձեզ Սմբատ ջան, շատ մերսի, որ ես սելավին ես սրտին եկաք հասակստե, շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Ու մի անգամից մի հատ բան ասեմ, ես տենց այս ոդկասթը որ սկսում էի, տենց ամենաառաջին մարդկանցից որ ուզեցել եմ տենամ ինձ հյուր, դուք եք եղել, ու տենց միշտ մտածել եմ էլի մի օր Հասնիկ Արնամ Գոգյանին հյուր կանչեմ։ Ես արա եկել այդ օրը, մերսի որ ընդունեցիք հրավերս։ Շնորհակալություն, ողջույն։ Մի հատ sense հարց տամ, ուրեմն դուք բոկի նախարար եք, եթե չեմ սխալվում 20 թվին, չէ՞։ Բոկի նախագահ 2018-ի հունիսից մինչև 20 թվականի սեպտեմբեր։ Ես որ այդ նորությունը իմացել էի, sense շատ ողջավորվել էի, էլի մտածել էի դες կառավարությունը ֆայմել է խելացի մարդկանց պաշտոններ է տալի, հեսա ինչ որ բան լավ կփոխվի, բայց վերջում դա մի քիչ հուսահատվեցի այն առումով, որ դուք դուս եկաք, հազար դիմումով, չէ՞, ինչքան գիտեմ։ Մի քիչ կպատմեք այդ ոնց եղավ, ինչ որ բան փորձեցիք անեք, չստացվեց, թե ինչի դուս եկաք։ Ճիշտ ասած, իմ բոկի նախագահ դառնալը տեղով բավական սպոնտան եւ ոչ կշռադատված որոշում էր երևի նախարարության կողմից, ու դրա համար էլ ընթացքը այդպես ստացվեց։ Երբ որ ինձ առաջարկեցին դրա մասին, ես ասացի, որ Հայաստանից գնալու եմ, գործուղման եմ գնալու Սաուդյան Արաբիա, հետո կգալու եմ, դրանից մի քանի օր հետո էլի Ռումինիա երեխաներին տանելու ենք միջազգային օլիմպիադայի, եկեք այդ մի ամսվա ընթացքում հասկանանք էլի ինչ ոնց ասին, հա խնդիր չկա, հաջորդ օրը ես լուրերով իմացա, որ նշանակվել եմ բոկի նախագահ։ Լուրերով եք իմացել։ Հա, ես ինքս առանձնապես չգիտեի ու պարզվեց, որ կառավարությունը ձևավորելու ժամկետներ կան ու այդ օրը կամ պետքա նշանակվեին կոմիտեների նախագահները, լեզվի կոմիտե, Պարսագույն որակավորման կոմիտեն ու գիտության կոմիտեն, կամ էլ նույն մարդիկ վերանշանակվելու են, էլի տենց ստացվեց։ Ես ինքս ինձ երբեք բյուրոկրատական համակարգի հետ համախոհ կամ այդ սկզբունքներով աշխատող մարդ չեմ համարել։ Ես բավականաչափ ստեղծագործ, ազատ պահվածքով եւ ազատ մտածելակերպով մարդ եմ, որը խիստ այդպես վերահսկողական համակարգերի մեջ երբեք ինձ լավ չեմ զգացել եւ նույնիսկ բյուրոկրատների հետ շփվելուց ինձ դիսկոմֆորտ եմ զգում, ու մի օր ես այդպես մտա համակարգ, դրա համար ինչ որ ժամանակից հետո դուրս գալը լրիվ բնորոշ ու սպասելի էր, ուղղակի ցանկալի կներ, որ ինչ որ մի քիչ ուրիշ ձև այդ ամեն ինչը լիներ վերջը։ Իսկ ոնց էր եղել դուրս գալը։ Հա։ Գրագողության հետ կապված, որ ռեկտորներից մեկին պաշտոնակատար կառավարությունից հանձնարարագիր եկա, որպեսզի ատենախոսն ուսումնասիրենք եւ տանք եզրակացություն, մենք էլ ասենք, որ արտագրություններ կան բավականաչափ, իրան հանեցին, տեղը մեկ եկա, որի մոտ արտագրությունները ծավալով ավելի շատ էին, ու մի տեսակ կառավարությունը պահանջ չեկավ էլի, բայց դեպքում ինչ ենք անում բան, ու դա բոկի գործառույթներից անմիջական դուրս էր էլի, որ իմ նախաձեռնությամբ լիներ, տենց գնաց եւ ես իմ կարծիքի վերջո հայտնեցի անհամաձայն լինելով այդ որոշումների հետ ու բնականաբար պետք է նաև դիմում գրեի դուրս գայ առաջին դիմում գրելուց հետո հրամանը չեղավ ինձ ազատելու, հետո երկրորդ անգամ դիմում գրեցի 3 ամիս հետո ու այդ հրաման եղավ դուրս եկա ու դրանից 2 օր հետո սկսվեց պատերազմը 20 թվականի սեպտեմբերի վերջին ու մենք ընկերներով պլանավորում էինք գնայինք Սյունիք Խուստուփը բարձրանայինք, մի 2 օր մնայինք տեղ գյուղում, հետո գնայինք Արցախ, մի քանի օր պտտվենք, տենց էլ այդ գործունեությունը մնաց անիրագործելի։ Ցավոք։ Իսկ դուք ձեր կարծիքը հայտնեցիք ու ասացիք, ասենք, այս նոր մարդու մոտ է գրագողություններ կա, դա պետքա քննարկվի ու իրանք ասացին չէ ուղղակի։ Շատ չխորանանք տեղ իրավաբանական բոկը մի որոշում կայացրեց նախարարությունը ուրիշ, հետո կառավարությունը ինչ որ բան միգուցե հետագայում ուրիշ առիթով կարելի է խոսել, բայց դա իմ գործունեությունը չի բնորոշում, դրա համար ես այդքան էնտուզիազմ չունեմ դրա մասին մանրամասն խոսելու։ Հասկացա։ Իսկ sense հարց, օրինակ եթե ձեզ նշանակեն ոչ թե բողոքի նախագահ, այլ չգիտեմ, կրթության գիտության նախագահ, ու դուք ոնց որ լրիվ կոնտրոլ ունենայիք ամեն ինչը կազմակերպել նենց, ոնց որ ուզում եք։
Ինչը կփոխեիք առաջի հերթին։ Չեմ կարող ասել, որովհետև նախ ես չեմ պատկերացնում, որ իմ կյանքի այս փուլում եւ այս հմտություններով ես մի օր նախարարացու մակարդակ չունեմ այս պահի դրությամբ, դրա համար չեմ էլ խոսել, բայց ոլորտում Հայաստանում ընդհանրապես փոփոխությունները շատ դժվար են տրվում։ Մեր մոտ կա այսպես ասած անվստահություն ամեն ինչի նկատմամբ, որը չկար միայն 18 թվականի ամռան աշնան ամիսներին էր, երբ որ բոլորը բոլորին վստահում էին։ Դա ինչ որ վերաբերմունք կար, բայց դա շատ արագ փլվեց, այսինքն եթե դու ուզում ես փոփոխություններ անես, շատ դժվար է Հայաստանում, այսինքն նույնիսկ հիմնավորել, նույնիսկ լավ որոշումը հաճախակ այնքան սխալ ձևի փաթեթավորելու, ներկայացնելու ժողովրդի ընկալմամբ, նաև ինչ որ մեդիա գրագիտության պակասի պատճառով ամեն ինչ սխալ է ընկալվում ու փոփոխություն անել չի լինում։ Ուր մնաց կրթության ոլորտում, որ ամենամեծ իներտ եւ համապարփակ երևույթն է, որտեղ մարդը իր ամբողջ կյանքի ընթացքում կարելի ասել սովորում է։ Մենք ընկալում ենք սովորելը որպես դպրոց ու համալսարան, բայց կրթության հենց իմաստն է, կրթությունը շատ ավելի երկար process է իր մեջ ներգրավում, մի sense լավ խոսք ասում է կրթության խնդրեմը նրանում է, որ դու պետքա մարդը հասկանա, որ ինքը սովորում է, երբ արդեն ուշ է։ Այսինքն մենք գիտակցված գնում ենք դպրոց սովորելու, մենք գիտակցված գնում ենք համալսարան սովորելու, բայց դու սովորում ես շատ ավելի լայն շրջանակներում ու միջավայրում, քան թե դպրոցն ու համալսարանն է։ Ծնված օրվանից դու սովորում ես, ծնողներից, շրջապատից, միջավայր, չէ, այդ ամեն ինչը process-ը գնում է, դրա համար ասենք բռնել 9-րդ դասանի ավարտական թեստի ձևը փոխելով կրթության հարց չի լուծվում։ Ուսուցչի աշխատավարձ բարձրացնելով կրթության հարց չի լուծվում։ Այդտեղ շատ մեծ կոմպլեքս լուծումներ են պետք, որոնք շատ տասնամյակներով քաղաքական կամք պիտի լինի, որպեսզի դրան գնա մեր երկիրը, դրա համար ես ինքս հիմա այդ քայլերի նույնիսկ մի փոքր մասը չեմ կարող ներկայացնել, որովհետև ինքը մի հոգու անելիք չի։ Հասկանում եմ։ Եկեք քաղաքականությունը մի կողմ դնենք, մի պահ այդ դաժե իրականությունը մի կողմ դնենք Հայաստանի ու կենտրոնանանք, ասենք թե կարանք էլի սա փոփոխությունները անենք, կախարդական ֆայտի կունենք, կարանք շարժեն կլինի։ Ինչ կուզեինք կլինի։ Օրինակ դպրոցական կրթությունից կարանք խոսանք, ձեր կարծիքով ճիշտ բաներ ենք մենք սովորացնում երեխաներին, թե կուզեիք ասենք ինչ որ ուրիշ բաներ սովորացնենք։ Ես կարող եմ ասել, թե ոնց եմ պատկերացնում իմ երեխաների, այսինքն իմ ու կնոջս երեխաների կրթությունը ոնց կուզենայի լիներ։ Թե չէ, եթե բոլորը նույն ձև սովորեին, անհետաքրքիր կլիներ։ Կյանքի նաև հետաքրքրությունը նրանում է, որ ամեն մեկը տարբեր ձևի է, տարբեր ձև են մարդիկ մտածելակերպերով ու դու պետք է իրանց հետ, այսպես ասած, առնչվես ու կարողանաս որոշումներ կայացնել եւ առաջ գնալ։ Ես ուզում եմ, որ իմ երեխաները դպրոցում պարտադիր չի բոլոր առարկաները լավ սովորեն, այսպես մատյանում բարձր գնահատականներ ունենան, ամբողջ գիտելիքները ունենան, բայց ես շատ եմ ցանկանում, որ 12 տարի դպրոցում լինելու ամբողջ ընթացքում իմ երեխաները լինեն հետաքրքրասեր։ Այսինքն իրանց համար միշտ ինչ-որ բան հետաքրքիր լինի, որով նրանք ուզենան զբաղվել։ Բնականաբար սկզբի տարիներին ու հիմա այդպես էլ կա, 4 երեխաներից 2-ը դպրոցական են, 2-ը մանկապարտեզ են գնում, այդ դպրոցականների մոտ հետաքրքրասիրությունը կա։ Իրանք ամեն օր ես տեսնում եմ, որ ինչ-որ բանով հետաքրքրված են։ Ցավոք սրտի, թե բարեբախտաբար չգիտեմ, դպրոցական տնայինները իրանց հետաքրքիր չեն։ Այդ խնդիրները, թելադրությունները, որ պիտի գրեն, դրանք իրանց համար հետաքրքիր չեն, բայց ունեն հետաքրքրություններ ու ես ու կինս փորձում ենք այնպես անել, որ իրանց հետաքրքրությունները ինչ որ չափ առնչվեն նաև դպրոցական դասապրոցեսի սովորածի հետ, որպեսզի խզում էլ չառաջանա ու մի օր չասեն, թե դպրոցը մեր ինչին է պետք։ Էդ էլ կա, այսինքն շատ կարևոր լինի հետաքրքրություն ու տարիների ընթացքում պիտի ավելանա աշխատասիրությունը։ Ակնկալել, որ 6-7 տարեկան երեխան պիտի լինի աշխատասեր գատուն ասի, ես տնայիններս անեմ բան, դա այնքան էլ ես առողջ երեխան ինչու պիտի տենց չեմ հասկանում առանձնապես, բայց պիտի կամաց գա պատասխանատվության զգացումը, աշխատելու կարողությունը, այսինքն ոչ միշտ մենք անում ենք այն, ինչ որ մեզ հետաքրքիր է, նաև հաճախակի մենք անում ենք աշխատանքներ եւ գործունեություններ, որոնք մեզ այնքան էլ հետաքրքիր չեն,
բայց դա պետք է արվի, որպեսզի հետո հետաքրքիր մասերը գան ու Երևան։ Ամենակոպիտ օրինակներից դաշնամուր նվագելը։ Եթե դու ուզում ես ինչ-որ Բեթհովենի Լուսնի սոնատը կարողանաս նվագել, դու չես կարող նստել ու նվագել։ Դու պետք է մի օր որոշում կայացնես, որ ուզում ես դաշնամուրով Բեթհովեն նվագես ու նստես տարիներով սովորես, որպեսզի կարողանաս մի քիչ ընկալելի, որ միջավայրում նվագելուց չասեն փագի դաշնամուրը մակարդակի կարողանաս նվագել։ Պետք է սկսես այն չիժիկ-պիժիկից։ Մինչև չիժիկ-պիժիկը էլի ինչ-որ բաներ կա։ Օրինակ մենք մի ամիս առաջ դաշնամուր էլեկտրոնային կինս գնեց ու Արշակը, մեր մեծ տղան, ասեց, որ ուզում է մեր հայրենիքը դաշնամուրով նվագել սովորի, գիտարով մի քիչ տենց սովորացրել էինք տանը ու նստեց, մի անգամից շատ արագ սովորեց։ Հիմա ասում է ուզում եմ գնամ դաշնամուրի։ Ու միգուցե սեպտեմբերից, եթե անի, բայց պայմանավորվել ենք, որ եթե գնաս, պիտի գնաս։ Չես գնալու մի շաբաթ, այսինքն եկել այն փուլը, որ եթե ուզում ես, ուրեմն պարտավոր ես անել, ոչ թե այսինքն այդ պատասխանատվության բանը արդեն դուք ավելացնում եք կամաց, բնականաբար դաշնամուր սովորող աշակերտ երեխաների մեծ մասը երազում է, որ այն սկսած չլիներ դաշնամուր նվագել սովորելը, բայց այդ երաժշտական դպրոց 6-7 տարի գնալուց հետո արդեն գոհ են լինում, որ գնացել էին, էլի այդ պահը կա, այսինքն այդ դժվարությունները պիտի արդեն կա, ես որոշել եմ անում եմ, պիտի ինչ-որ ձև հաղթահարեմ։ Երաշխիք չկա, որ երկար կգնա, բայց ծեծու ջարդով այդ ամեն ինչը չի, այսպես ասած, համենվելու, բայց այսինքն նպատակ դրվում է եւ պետք է այդ նպատակին գնալ։ Երեք ինչ էի մտածում, ասացիք, որ ոնց որ կուզենայի, որ երեխեքը հետաքրքրված լինեին այդ հետաքրքրասեր, հետաքրքրված կոնկրետ ինչ-որ բանով, իսկ հետաքրքրասիրություն դա ոնց որ կենսակերպի պես է լինում դա արդեն։ Ու ասիկ, որ առողջ երեխան դժվար թե շատ հետաքրքրված լինի իր տնայինները անելով 6-րդ դասարանում։ Բայց հնարավոր չի 6-7 տարեկանում։ Կներեք ուշադրություն տարեկան, այսինքն առաջին երկրորդ դաս, այսինքն 5 տող պիտի ատարը գրես։ Այսինքն առողջ երեխան կանի, խնդիր չի, բայց դա որ իր համար ոնց որ նպատակ, երազանք, որ ինքը ձգտի ատարը շատ գրելու, մի քիչ անսովոր է։ Այո, ստաշի հիշում եմ տանջանքը, որ գրում եմ։ Կարդալ սովորի, որպեսզի գիրք կարդա։ Բայց հենց կարդալը, այսինքն նստել ատարը սովորելը, բտարը, հետո տար կարդալ սովորելը ինքը շատ բարձ գործընթաց է ու դա չեմ կարծում որ առանձնապես հաճելի է երեխաներին։ Դա 6 տարեկանում երևի այդքան չէ, բայց մի քիչ հետագայում կարային դպրոցի դասերն են զարգանային, որ իրանք իրանցով ինչ-որ հետաքրքրություն առաջացնեին, բայց լիքը տեղ իմ հիշելով ոտենց չի, օրինակ, չգիտեմ, ասենք աշխարհագրությունում դասի ինչ-որ ահագին մասը էներ, թե բանում, չգիտեմ, որտեղ քանի միլիմետր նստվածքներ է ալնում անձրևի։ Ինչ տեսակ այդ գիտելիքը ոնց որ տրվեր առանց մտածելու առաջինը թե դա հետաքրքիր է թե չէ մարդուն, ու երկրորդը դա պետքա թե չէ։ Դրա համար էի հարցնում, ոնց որ ինչ է կարծում ճիշտ բաներ ենք սովորացնում ենք երեխեքին, թե ավելի ճիշտ բաներ կարելի է մտցնել այդ դասընթացի մեջ, որտեղ հաճախ է ելնում, որ ասենք մեծանում է մարդը, մտածում է, յանի ինչ էի սովորել կամ չեմ սովորել նորմալ է կամ սովորել եմ կյանքում չեմ օգտագործել, հա։ Դա էլ կա ամեն դեպքում, երբ որ մենք սովորում ենք, մենք չգիտենք, թե որ գիտելիքը երբ պետք կգա ու ինչպես պետք կգա։ Օրինակ վերջերս մեքենայով գալիս էինք Ջերմուկից ընտանիքով ու հենց երրորդ դասանցի տղաս ասեց գիտես Արիկ ոնց իմանամ հյուսիսը որտեղ է։ Մտածի երևի նկատի ունի որ սարերի վրա հյուսիսային լանջի վրա ձյունը ավելի ուշ է հալվում քան թե հարավայինին, որտեղ են Ջերմուկի մոտ ձնոտ էին գագաթները, ասի չգիտեմ որը կլինի, ասեց բանը եթե քարի վրա որտեղ որ այդ բաները մամուռը որտեղ որ կա դա ավելի հյուսիս է, ասի ինչի համար, ասեց որտեղ այնտեղ ցուրտ է, դե նույն սկզբունքը ասացի որտեղից գիտես, ասեց դպրոցի ուսուցիչ Իսպիրյանն է ասել։ Հիմա տեսեք այդ միտքը ինքը դպրոցում ասվել է, չէ՞։ Հիմա կարող ենք ասենք լրիվ անիմաստ գիտելիք էր ու եթե այդ պահին տղաս այդ սարերը տեսնելով չֆիքս այդ միտքը իրան չգար չասեր կարող է ինքը մոռանար բայց քանի որ
հենց մեր երեխեքի հետ մեծացնելու մենք իրանց շատ ենք հետ ճամփորդում, շատ տարբեր բաներ ենք ցույց տալիս, բայց ոչ պարտադրելով։ Այսինքն չենք տանում անտառը, սա է ծառի տերասակնա, սա է ծառնա, անընդհատ առիթի դեպքում խոսում ենք այդ թեմաներով, այսինքն հիմա ինչ որ պահեր տենց բնության մասին խոս գնաց, ինքը դպրոցի ասածը հիշեց, կոնկրետ իրավիճակում կիրառեց, չէ՞, արդեն դա դարձավ հմտություն։ Այսինքն տեղանքում կարողանալ հասկանալ, թե որտեղ է հյուսիսը, որը հարավա, իրականում դա այդքան էլ հուսալի մեթոդ չի որոշելու համար, քարի կարող է բոլոր կողմերն էլ մամուռը լինի ու դու չկարողանաս կողմնորոշվել, բայց դպրոցում լիքը բաներ սովորում ենք, ցավոք սրտի պիտանի, շատ պիտանի բաներ ենք սովորում, բայց դրանց կիրառելիությունը առանձնապես տեսնելը դպրոցը չի կարող լրիվ տալ։ Ծնողները ինձ շատ են հարցնում, թե ինչու են երեխաները գնում պետական դպրոց, մասնավոր դպրոց ինչի չեն գնում։ Դե նախ 4 երեխայի դեպքում մասնավոր դպրոցի հարց լուծելը բավականաչափ թանկ կնստեր, բայց մյուս կողմից անենք, որ լավ, զեղչել կանեին մեր երեխաներին, էդի կողքի դնենք, մենք որոշել ենք, որ երեխաները դպրոցի շուտ ավարտեն, առանց դասապատրաստման, առանց տրանսպորտի բան, իրանք գան տուն ու հիմնականում, ասենք, եւի 50% դեպքերի ես եմ երեխաներին վերցնում։ Գանք տուն ու այն ժամանակը, որ մենք ծախսելու ենք փող աշխատելու, որ երեխաները մասնավոր դպրոց գնային, դրա փոխարեն այդ ժամանակը մենք տրամադրենք երեխաներին ու դա է զարգացնում։ Տնային աշխարհաչադրանքը լավ անելը, շատ գիրք կարդալը, որը դու քեզ հետաքրքիր չի, առանձնապես չի զարգացնում։ Իսկ այսօրվա դրությամբ, ասենք, մենք կարողանում ենք տենց անենք, որ երեխաները հետաքրքրվեն։ Երեք հենց առաջին անգամ այս փորձը արեցինք, բանը ինչ որ հարց տվեցին ինձ, թե ինչա, ոնց է, ինչու է սենց, բանը գիրքեր, ինչը ոնց է։ Ու մեջը կար Արեգակի ջերմաստիճանի մասին, երկրորդ տղա Լևոնը, որը հլը կարդալ է, այնքան էլ լավ հմուտ մոտը չի ստացում, հարցրեց Արեգակի վրա ջերմաստիճանը ինչքան է, ասեցի իմ հիշելով մակերևույթին 6000 աստիճան է, իսկ ներսում միլիոն աստիճանից բարձր է։ Ասեց չէ 500 աստիճան է, ասի ինչ գիտես, ասեց գրքում եմ կարդացել։ Ասի արի միած ստուգենք, ChatGPT-ին հարցնենք, ունդեղ տեքստը ես գրեցի ու ինքը կարդաց։ Ասենք երևի մի էջի չափ տեքստ էր, ունդեղ Արեգակի այդ տարբեր շերտերում ինչ ջերմաստիճանը ոնց գրած էր, ինքը կարդաց։ Երևի գրեցիք էլ մի քիչ երկար նկարագրի չէ, դա ամեն ինչը որ շատ կարդա։ Հա, տես մի քիչ բան արեցի, հիմա տեսեք, ես իրան չգնացա, ասի Լևոն, բանը Արեգակի ջերմաստիճանը ինչքան է։ Այսինքն հենց էր իր մոտ հարց կար, ինչ որ հետաքրքիր բան, չէ՞, այսինքն որ եկավ ինձ հարցրեց Արեգակի ջերմաստիճան, ուրեմն ինչ որ տեղ ինչ որ բան կարդացել է, ինչ որ մտքեր ունի, ինչ որ ապրումներ ունի, որ դրա մասին ուզում է խոսի, ինչ որ բան չի հասկացել, չի ընկալել, երևի տենց եկել է։ Դու իրան տալիս ես, ինքը գնում է խորանում է, իր հետաքրքիր ուղղությամբ գնում է։ Հիմա եթե նա գնար ինչ որ մասնավոր դպրոց կամ դասապատրաստման կենտրոն, այդ հարցին պատասխան ինքը կստանար։ Եսիմ, եթե ուսուցչին հարցներ կարող է։ Դե սովորաբար որ գնում են դասապատրաստան 10 երեխա, ասենք, նստած են բոլորով ինչ որ տնային առաջադրանք են անելու, ինչ որ դժվար էլի, այսինքն այդ բանը լինի, այսինքն հստակ ես աշխարհայացք գաղափարը, այսինքն մենք ամենքս ունենք աշխարհայացք, չէ՞, ինչքան աշխարհայացքը լայն է, այնքան ավելի շատ բաներ ենք ընկալում ու ցավոք սրտի ավելի շատ բաների վրա էլ կասկածում ենք։ Որ ասում եմ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, դա հենց իմ պատկերացմամբ աշխարհընկալման մասին է, էլի, եթե դու շատ քիչ բան գիտես, ոնց որ չես էլ կասկածում, էլի, քո իմացածի վրա, բայց երբ որ դու շատ բան ես պատկերացնում, ապա ամեն ինչ ավելի բարդանում են համակարգերը ու ես ուզում եմ, որ մեր երեխաները, աշխարհայացքները լայն լինի։ Ակադեմիականությունը թող մի քիչ կաղա ինչ որ ժամանակ, բայց նենց լինի, որ երբ որ ինքը դառնա 25 տարեկան իրան ինչ որ բան հետաքրքրի, ինքը այդ հարցի պատասխանը գտնի, ուսումնասիրի։ Հա։ Ոչ թե 18 տարեկանից վերջ սովորելը պրծանք, մենք արդեն ամեն ինչ գիտենք ու վերջ։ Իմ կարծիքով լավ պատխոդ է, հենց անհատի տեսանկյունից, հա, որ դուք ձեր երեխեքի մասին մտածեք, բայց էլի դժվար է որոշել, թե կրթությունը, ասենք, կոնկրետ ինչ գիտելիք պետք է տա, որ դա հետո պետքա կանելնի, ճիշտ եք ասում, ով գիտի,
Բայց հետո մենք այդ որոշումը պետք է կայացնենք, այսինքն մենք ոչ թե պարտադիր եսը դուք, այլ որպես կրթական համակարգ էլի։ Օրինակ ձեր ելույթներից մեկի ժամանակ տեսել էի, որ պատմում եք, թե ինչ խնդիրներ ունի բանը, մեր հումանիտար ուղղությունները, ու մի հատ այնպես շատ լավ բան էիք ասել, որ մեջս այնպես տպավորվել է, էլի։ Ասել եք մի հատ շարադրություն էին ինձ փոքր ժամանակ տվել գրել աշնան մասին, հիշեցիք ինչի հետ։ Որ գրել էի, որ աշնանը արեգակը անցնում է հարավային, բան, արեգակի դիրքը հասարակացից ներքև է, եղանակը ցրտում է, դրա պատճառով սենց են, չէ։ Հա, ու ձեզ երկուսը ինչ է դրել, որովհետև ուզում էին գրեիք ինչ-որ ռոմանտիկ բան տերևների խշխշալու մասին ու տես գույների մասին, չէ։ Այդ խնդիրները հիմա համակարգում տենում եք, հիմա որ ձեր երեխեքը գնում են դպրոց, իրանք հղկվել են, թե էլի նույնն է։ Դե տեսեք, օրինակ, ինչու իմ դեպքում հենց այդ շարադրությունը, ես իմ դասարանցիներից միշտ 2 տարի փոքր եմ եղել։ Ես դպրոց ավարտել եմ 15 տարեկանում, 17-18 տարեկանների հետ։ 2-3 տարի փոքր եմ եղել ու ոնց որ Եվին միգուցե նրանց համար սիրահարվելու, սիրային վահանտերյանական տրամադրություններ, ինչ որ տենց մելամաղձոտ բաներ, զգացողություններ, իմ մոտ տենց նման ապրումներ չեն եղել ու ես մի քիչ ուրիշ տեսանկյունից եմ էլի թեմային նայել։ Մասշտաբային մակարդակով ես չգիտեմ ոնց անել, որ շատ երեխաների հետ, այդպես ասած, կիրառական, պիտանի մակարդակով խոսել։ Հա, դպրոցում կարելի է միջոցառումներ անել, օրինակ մի շատ լավ ծրագիր, որ արվում է նախարարությունը, որ մարզերի երեխաները գնում են ուրիշ տեղ։ Այսինքն այս գյուղից երեխաները գնում են ուրիշ տեղ ինչ որ ժամանակ ապրելու, դպրոց գնալու, եթե չեմ սխալվում, տեղից էլ գնում են ուրիշ տեղ, այսինքն փոխանակում են լինում։ Իսկ ինչ որ ընտանիքում են ապրում։ Հա, այսինքն եթե իմ երեխան իմ տան գնում է ուրիշի ընտանիք, ինչ որ մեկն էլ գալիս է իմ տան, այսինքն ֆինանսական բեռ, որպես այդպեսին իմ մոտ չի առաջանում, այսինքն իմ երեխան պետք է ուտեր, ուրիշ երեխա է ուտում, եթե կապրիզնի չեղավ ասի, որ խաշլամայի միս ուզում ամեն օր ուտեմ, նորմալ, այսինքն կարելի է փոխանակումը անել։ Դա ինչ է բերում, որ երեխան գնում է ուրիշ միջավայր։ Գնաց ուրիշ միջավայր, ուրիշ բարքեր է տեսնում, ուրիշ վարվելակերպ է տեսնում ու ինքը հասկանում է, որ սա էլ է ճիշտ։ Որակամ ստեղ երկու պահ կա, կամ ընդեղից մայրը զանգում է, ստեղ գորգորում է կամ հայրը, որ էս ինչ եք անում, երեխաս էս չի ուզում, այսինքն ամեն պահը վերահսկում է, երեխան մնում է նույն մակարդակի, կամ էլ երեխան ինչ որ ուրիշ միջավայր է տեսնում, որտեղ ունենալով ազատություն մի քիչ ուրիշ աշխարհ է տեսնում ու երբ որ վերադառնում է իր տուն, արդեն ինքը գիտի, որ աշխարհը մի քիչ ուրիշ ձև, ավելի լայն է։ Օրինակ, շատ բնորոշ է ինձ համար Դուբայում տերմինալ երկրորդը, որ Fly Dubai ինքնաթիռները գնում են, այդ երկրորդ տերմինալի մոտ են իջնում, այնտեղ եթե դու 10 րոպե նստես, աշխարհի բոլոր կրոնների, բաների, ցեղերի ամեն տեսակ մարդ կտեսնես ուղղակի 10 րոպե այնտեղ նստելով, ազգային տարազներով, աֆրիկական, ասիական, ամբողջը անցնում է։ Ու դու հասկանում ես, թե աշխարհը ինչքան մեծ է։ Երբ որ դու հասկանում ես աշխարհը ինչքան մեծ է, ինչքան շատ բան կա, դու նոր կարող ես իսկապես քեզ գնահատել։ Դեք մի քիչ աբսուրդային բան կարող է թվալ, չէ՞, աշխարհը մեծ է, պետք է հակառակ ասես, վայ, ես ինչքան փոքր եմ։ Բայց երբ որ դու աշխարհի մեծությունը չես տեսնում, դու մտածում ես, որ դու ես ամեն ինչը քո շուրջ է պտտվում, ու ոնց որ բոլորը քեզ պարտական են։ Բայց երբ որ դու գնում տեսնում ես աշխարհը մեծ է, ու այդ մեծի մեջ դու պիտի կարողանաս ասելիք ունենալ, դու գնում ես տուն ու սկսում ես աշխատել։ Հա։ Ոչ թե աշխարհից մունատ ես գալիս, որ ասենք էսի սենց արին, սխալ արին, վատ արին, բա մենք, բա ինչի մեզ սենց, այլ հասկանում ես, չէ, դու պետք է մենք դառնաս, դու մենք չես։ Դու պետք է աճես, որպեսզի կարողանաս այդ բոլորի մեջ դիրքավորվես ու ասելիք ունենաս, մրցակցայնությունը զգաս։ Եթե դու չես զգում այդ մրցակցայնությունը աշխարհի, դու չես կարողանալու քայլ առաջ կատարել։ Դուրս եկավ այդ միտքը, այսինքն երբ որ աշխարհը այսքան փոքր է, դու քեզ մեծ ես պատկերացնում, բայց այդ մեծը իրականում փուչ է, որովհետև ոչ մի ուրիշ մարդ չի մտածում, որ դու ուտես մեծ ես։ Հա, հա, այդտեղ գալիս ես աշխարհից նեղանալուն, մյուսներից նեղանալուն, բան չէ, ասենք ես այսքան լավ ինձ դպրոցում գովեցինք, այդ գերազանցիկի սինդրոմը կա, չէ, իր մոտ ամեն ինչ լավ է լինում, բայց հետո որ գնում է դպրոց ավարտեց, համալսարան էլ սովորտեց, արդի գնում է մի տեղ աշխատանք ընտրվելու, ընդդեղ ընդունվելու, ընդդեղ ինքը սովորական մարդ։
էլ արդեն դասխեք չկա իրան գովի, հորքուրի գանց չի այլևս, չէ, ինքը սովորական աշխատաշուկայի մարդ կարողանում ես անես, արա ուստեղ քո լիքը առարկաներից գիտելիքները այդքան կարևոր չի, ինչքան կարողանալ որոշում կայացնել ու գործանելը։ Հենց այդ թեմա մի հատ բան հիշեցի, դուք կարծեմ ուղղակի եթե ճիշտ եմ, ISTC-ում բան եք, չէ՞, տալի դասընթաց կրիտիկական մտածելակերպի մասին։ Դասընթաց չէ, իրանք լրագրողների համար կուրսեր են անում, ինչքան գիտեմ, իրանց մենեջերը Էլեն Ալթունյան ամեն տարի ոնց որ Facebook-ով Messenger-ով գրում է բանը, կարող եմ մի հատ բան այդ քննադատական մտածողության մասին ուսուցիչների համար մաթեմատիկայով մանիպուլյացիայի այդպես բաների մասին էլի։ Ուսուցիչների գնում, չէ, բան, լրագրողներ, ուսանողներ, որոնք լրագրող են դառնալու, այսինքն որպեսզի որ գնում են մամուլի ասուլիս ու իրանց ինչ որ չարտերով, գրաֆիկներով բաներ են խափում, իրանք հասկանան էլի, որ մեզ խափեցին, ոչ թե բան անեն, տենց անում եմ, շատ հետաքրքիր է, ծանոթանում եմ այդ ուսանողների հետ էլ։ Էդ է, թե չէ դասընթաց չէ չենք անում։ Իրանք են դասընթաց անում, ես ընդամենը մի հանդիպում իրանց համար անում եմ։ Հենց այդ դասընթաց, դասընթաց չի, բայց եթե դասընթաց կազմվեր կրիտիկական մտածելակերպի մասին, կարծում եք որ օգտակար կլիներ դպրոցում, որովհետև անձամբ ես միշտ մտածում եմ, որ հա, շատ օգտակար կլիներ, որովհետև տենց որ նայում ես, երևի ամենակարևոր սկիլը, հա, հենց այդ տրամաբանելու գործիքն է, էլի, որովհետև այդ մնացածը ինչ որ փաստ գիտես, չգիտես, ինչ որ մեթոդ գիտես, չգիտես, կարա սովորես, բայց այդ ոնց որ ամենահիմքում է անգած։ Նույնիսկ բան էինք անում, մենք դասընթացներ էինք անում ծրագրավորման, ինտերվյուի ժամանակ, որ պետք է ընդունենք էլի ուսանողներին, որպես խնդիր դնում էինք բան, այն սիլոգիզմները, այսինքն այն տրամաբանական հարցեր, որ մենակ տրամաբանությունն է պետք է, ասենք, չգիտեմ, բոլոր կովերը 7, որոշ շներ կով են, արդյոք բոլոր շները 7, այդպես ինչ-որ հարցեր։ Այն մտածում էի չարժի դպրոցում հենց այդպես բաներ սովորացնել, հենց այդ տրամաբանության այդ գործիքը հղկել, զարգացնել, դաժե հենց, չգիտեմ, ցածր դասարաններից։ Դե տեսեք, հենց մեր 7-րդ դասարանի հարաշվի դասագիրքը, որ գրել ենք, ես ու Դիլանյան Վաչագան երկուսով, այնտեղ կա դրանց մասին, հենց տրամաբանական բաներ կա, ու դա ասեմ բավականաչափ խորթ է ուսուցիչների ծնողների, ասում են Սյանը ինչ է գրած։ Մաթեմատիկա։ Այսինքն աբսուրդի մասին, այսինքն սխալ բաների մասին, որ գրած է, չի լինում։ Ու տեսեք այդ ծրագրավորման մասիկ շատ եմ շփվել մարդկանց հետ, որոնք ծրագրավորում չեն կարողանում անել, ու իրանց չեն կարողանում սովորել, ու ոնց ասում եմ, չգիտեմ ոնց անեմ։ Ու իրանց որ ասում ես, արա թեկուս սխալ, չեն կարողանում անել։ Ուտեղ մի հատ շատ խորքային բան է թաքնված, որոշում կայացնելու կարողությունը։ Մենք մեր ընդհանրապես հայերը շատ տնից, մանկուց, տատիկների եւ ծնողների այս վերահսկողության տակ հետևում ենք, որ երեխաները ճիշտ անեն։ Բայց երբ որ դու մարդուն միշտ ասում ես ճիշտը որն է ինքը ճիշտ անում, ինքը չի սովորում անել ինքնուրույն։ Իսկ եթե ինքնուրույն չի անում, որտեղ վախենում է սխալ անելուց, իրան պետքա ուղղորդես վանցը։ Ինքը ի վերջո որոշում կայացնող անձնավորություն չի դառնում։ Հիմա եթե ուզում ես ծրագրավորող, չէ, ասենք ծրագրավորումն էլ ինչն է, գրեցիր սխալ է, մի անգամից իմանում ես, որ սխալ է։ Էդի սար բարձրանալ չի, սխալ ուղղությամբ գնացիր, վերջում որ եթե չմահանաս, ուրեմն ճիշտ էիր գնացել, եթե վերջը փրկարարներ կանչեցիր, որ տա հանեն, ուրեմն սխալ ես գնացել։ Որոշում կայացնել, թեկուզ սխալ։ Շատ կարևոր հմտություն է, որտեղ դու սխալ որոշում ես կայացնում, դրա պատասխանը տալու ես, չէ՞։ Այսինքն երեխան գնում է դուրս, ասում ես ցեխո ջրի մեջ չմտնես, ոտքերդ կթրջվեն, կհիվանդանաս։ Հիմա եթե երեխային դու ընդհանրապես եթե դրսում ցեխոտ է եղանակ, անձրևոտ է, դու դուրս չթողնես երբեք, ինքը տենց էլ ցեխոտ անձրևաջրի մեջ ոտերը թրջելու, թաց նասկիներով քայլելու էֆեկտը չի հասկանա, որ դա իսկապես ինչ հետևանքներ կարող ունենա։ Բայց եթե երեխան դուրս է գալիս, խոսքս 3-4 տարեկանի մասին է, էլի։ Այսինքն դրսում տաք է, բայց դրսում անձրև է գալիս, ասենք թույլատրում ես ինքը գնա այդ անձրևաջրի մեջ ոտը չփչփացնի, ոտերը թրջվի, նասկիները թաց լինի, այդ տղա զգացողությունը զգա, չէ, դու իրան կբերես, նասկիները կփոխես։ Ինքը արդեն գիտի, որ դրսի ցեխաջուրը, հա, ուժ է, մեր երեխեքը մինչև հիմա հավեսով կարող է գնան մտնեն, էլի, փոքրը։
2 տարեկան, հələ 3 տարեկան պիտի դառնա, ինքը տենց է, բայց մյուս 3-ը մենք իրանց ոնց որ ասեն են գնաց կցեխոտվես, կթրջվես։ Արել են, բայց հիմա ասենք մեր 9 տարեկանը չի գնում ցեխաջուրը մտնում։ Ինքը այդ փուլը անցնում է, մեզ թվում է մենք իրանց օգնում ենք չթողնելով սխալ բաներ անել։ Բայց դու պետք է հետևես սխալ բաներ անեն, խոսքը չի գնում վերցնել պատարակաղը եւ հոսանքի բանը վարդակի մեջ մտցնել, էլի, այսինքն սխալներ, որոնք կարող են մարսել իրանք դրա համար։ Բայց իրանք որոշում արեցիր, տեսար սխալ է, որոշում կայացրեցիր, տեսար սխալ է, բայց եթե դու անդադ իրան կտրում ես իր ճանապարհները միայն ուղիղը ցույց տալով, ինչ որ պայից հետո դու ցույց չես տալու իրան ճիշտը, ու ինքը չի իմանալու ուր գնա։ Այսինքն թեմայի հարցից մի քիչ շեղվեցինք, բայց ենթատեքստի մեջ դա կա, այդ որոշում կայացնելը շատ ավելի կարևոր հմտություն է, քան թե լիքը բաներ իմանալը։ Ուրիշ բան, եթե որոշում կայացնել սովորում ես, արդեն պետք է գալիս լիքը բաներ, որ որոշումները ճիշտ կայացնես։ Բայց եթե լիքը բաներ սովորեցիր, բայց որոշում կայացնել, ոնց որ վարորդական բոլոր օրենքները սովորես մեքենա քշելու, բայց մեքենայի ղեկ չտան ձեռքդ։ Դե մարդ չկա, որ ղեկին նստի ու ճիշտ քշի։ Բայց եթե մի հատ սխալ է ուզում քշի, վրան գորգորաս բան, չէ, ինքը այլ արդեն պանիկայի մեջ ոչ մի որոշում չկայացնի։ Բայց եթե ուղղորդելով բան թեթև անես, բոլոր բանը սովորում են, զարգանում են։ Ու դա պիտի երեխաների հետ կիրառվի։ Ես շատ կուզեի, որ դպրոցի ծրագրի մեջ այդպես բաները ավելի շատ ինտեգրված լինեն։ Մի օրինակ բերեմ, 5-րդ դասանի, 6-րդ դասանի մաթեմատիկայի դասագրքում մի այսպիսի խնդիր կա, իրական Նարինե Ճաղարյանի մասին է, որը արշավներ է տանում, մեր երեխաները իր հետ արշավի գնացել են։ Մանկական արշավներ է, էլի անում են։ Ասում են Նարինեի ուսապարկը 20 լիտրանոց է։ Դերից արդեն բան առաջին բանը ոնց ուսապարկն էլ լիտրանոց լինում, տոպրակները ամեն ինչը լիտրով են լինում, որտեվ ծավալ է չափում, ինքը ինչքան է տեղավորելու։ Ասում են նա որոշում է արշավի գնա ու աղյուսակով ներկայացրել ենք, որ իրը քանի լիտր ծավալ է զբաղացնում։ Ասենք անձրևանոց, բան օջար, այնտեղ մի խոսքով տես բավականաչափ մեծ ցուցակ է, ու ասում է ոնց էլ իրերը տեղավորի 2 լիտր դատարկ է մնալու պայուսակի մեջ այդ արանքները։ Այսինքն 18 լիտր կարող է տեղավորել, 2 տարբեր եղանակով Նարինեին ու օգնեք պատրաստել պայուսակը։ Ինձ սուտ չեմ ասի հարյուրավոր ուսուցիչներ, ծնողներ գրում են, ասում են, այս խնդրի լուծումը ոնց է։ Ոնց է ուզես կլինի, չէ՞։ Հենց դա ասենք, ու միշտ ասում եմ, հարցրեք երեխեքին։ Այսինքն ես այդ խնդիրը, որ դասագրքում sense համարի տակ դնում էինք, համայնքներով, ասենք ես պատկերացեք երեխեքին, ուսուցիչը ասում է, երեխեք, ինչ պիտի դնի, երեխեք ասում են, բայց ինչ արշավի է գնում։ Ճիշտ է, երեխեք, պիտի որոշենք նախ Նարինեն ինչ արշավի է գնում, արագացն է բարձրանում։ Կարող է ծաղկածուր դահուկ քշելու է գնում։ Կարող է վրանային արշավ է գնում Սևան, կարող է գնում անապատում, ասենք Իրանով պտտվելու, դեղ արդեն ուրիշ հագուստ է, չէ՞ պետք։ Նախ պիտի որոշեք ինչ եք անում, հետո դրա համար այս ցուցակից ընտրեք ու մեջը մաթեմատիկա կա, 18-ական կոտորակներով է գրած, պիտի գումար հաշվել բան, թեմայի մեջ էր, էլի, 18-ական կոտորակներ թեմայի մեջ, այսինքն շատ անուղղակի է մաթեմատիկան թվում։ Մաթեմատիկա է, բայց որոշում կայացնելը։ Ու իսկապես խնդիր էր։ Այսինքն ընկալում ենք, որ մաթեմատիկան պիտի լինի խնդիր, լուծում, էլի, ու այդ լուծումը պիտի Հայաստանի 1400 դպրոցի բոլոր 6-րդ դասարանցիները այդ խնդիրը նույն ձև լուծեն։ Դրա համար ամեն մի ծնող մտածում է, բա հիմա ասենք իմ երեխայի համար, որ այս խնդիրը λուծեմ, թե ինչի ծնողը ընդհանրապես խաբար այդ խնդրից էտելա, չէ՞, հարց ինչի պիտի ծնողը այդ խնդրի լուծումը գրի տանի, բա որ այն հարևան երեխան ուրիշ լուծում գրացել, ոնց են որոշել, էլի, իմ տղան սխալ է, կամ դասատուն ուրիշ ձև պայուսակը կհավաքեր։ Հիմա ես ու դու որ երկուսով վերցնենք, որոշենք գնում ենք ինչ որ երկիր, չէ, պայուսակները հավաքեն գնանք, այնտեղ նույն տեսքով պայուսակներ վերցնենք դնենք, այնտեղ որ օդանավականում բաց են ստուգելու, մեջից կհասկանանք, չէ, որի նսումն է, որտեվ տարբեր իրեր ենք դնելու, տարբեր կենսակերպ ունենք։ Հիմա այսինքն այդ ճիշտը որն է, պայուսակ հավաքելու ճիշտը որն է, տենց բան չկա։ Ճիշտը մի հատ չի։ Ասենք բազային բաներ կան, որ պիտի հենց տեղել ուսուցիչը, եթե աշխարհայացքը լայն է, ինքը կարող է այս դասը շատ լավ ուղղորդել։
որոշես բարձրանում ենք արագած սարը, այնտեղ արևային քսուկ է պետք, արևային ակնոց է պետք, եթե եղանակը ցուրտ է, արդեն պետք է 3 զույգ նասկի, որտեվ եթե ոտերը թրջվեց, պետք է կարողանաս փոխել, էլի, այսինքն իրավիճակը որոշում կայացնելը այս խնդրի մակար ցույց է տալիս, որ պրոբլեմատիկ է։ Մենք պիտի դա զարգացնենք, ամբողջ աշխարհում մաթեմատիկան որպես ընդունելության քննություն կարևորում են ոչ թե որ թվաբանություն, ինտեգրալ ածանցիալ, լոգարիթմ այդ ամեն ինչը լավ անեն, այլ իրավիճակը կարողանան մոդելավորել։ Որտեվ ամեն ինչ ի վերջո իրավիճակակից է, որ ասում են հոգեբանին մաթեմ պետք չի, քաղաքագետին մաթեմ պետք չի։ Բայց քաղաքագետ էս աշխարհի ամբողջ քաղաքականությունը ռեսուրսների պայքար է։ Եթե դու չես կարող այլ ռեսուրսների հոսքը գնահատել, հաշվել, դու ոնց ես քաղաքագետ դառնալու ես ագիտատոր։ Ու դա էլ ցավոք կա, էլի քաղաքային ավելի շատ օրակարգ են առաջ տանում, քան թե վերլուծություն են անում։ Հա լրիվ համաձայն եմ, ու ինձ թվում է այդ էֆեկտը, որ ասացիք, որ ոչ թե հենց մաթեմատիկայի կոնկրետ այդ կոտորա գումարելու վրա կենտրոնանալ, այլ անուղղակի կերպով դրան գալ, այդ ինձ թվում է նույնիսկ համալսարաններում է պակասում, օրինակ ես կիրառական եմ սովորել, ու մենք կարող եմ չգիտեմ, 200 հատ ինտեգրալ լուծեինք պրոստը տակ, բայց մի հատ խնդիր չլուծեինք, որ ոնց որ կյանքի մասին խնդիր է ու հետո դա գալիս է ինտեգրալի։ Դե այստեղ էլ մյուս հարցը կա, հենց այս հունվարին մաթանալիզի քննությունը համալսարանում, ֆիզիկայի ֆակուլտետում մաթեմատիկայի քննությունը, որ բան են գան, քննական տոմսը 3 հարցեր, առաջինը խնդիր ուսանողի ընտրությամբ, հարց ուսանող, այսինքն ուսանողը որոշում էր, թե ընդհանրապես այս 1.5 տարվա անցածից ինչը կուզենա պատասխանի։ Երկրորդը խնդիր էր, օրինակ մեքենա այս ֆունկցիայով նկարագրվում է մեքենայի շարժման անցած ճանապարհը ժամանակի ընթացքում, այս ֆունկցիայով էլ նկարագրվում է բենզինի ծախսը կախված արագությունից։ Այդ երկու ֆունկցիայի բանաձևերի միջոցով պետք է ասում էր գտնել թե ժամը 4-ից 6-ի արանքում մեքենան շարժվելուց ինչքան բենզինա ծախսել։ Այնտեղ պետք է ճանապարհի միջոցով արագությունը գտներ, արագության միջոցով բենզինի ծախսը, բարդ ֆունկցիա ստանալ, մի հատ էլ ինտեգրել ստանալ։ Հիմա քանի որ ես տարվա ընթացքում դրա մասին խոսել էի դրեցի, բայց հարցաշարում, բայց քննության ժամանակ, բայց ինչու՞մն է խնդիրը։ Լավ ուսանողը, որը առարկան հասկանում ընկալում է, ինքը շատ արագ ու հեշտ դրանք լուծում էր։ Բայց այն ուսանողը, որը լավ չէր ընկալում, այսինքն ցածր բալով է ընդունվել համալսարան դասերին, այդքան չի եկել, լեկցիաները այդքան ուշադիր չի նայել, ինքը չգիտի ինչ անի։ Եթե 200 հատ ինտեգրալ ես լուծում իր հետ, քննությանը տալիս ես մի հատ, չի կարողանում, մի քիչ պարզացնես կլուծի։ Ու դու կիմանաս, իրան գերազանց նշանակես, լավ նշանակես, բավարար թե անբավարար։ Չէ՞, այսինքն, բայց եթե դու տալիս ես հենց իրավիճակային խնդիր, որ ինքը պիտի մոդելավորի, ինքը արդեն չի կարողանում։ Վատ ուսանողը։ Ու իմ մոտ կոնկրետ առաջանում էր գնահատելու խնդիր։ Լավ, ոնց գնահատեմ, որ նաև արդար լինի, որտեղ ռոտացիոն համակարգ կա։ Ցածր, եթե թույլին բարձր ես նշանակում, ինքը դառնում է անվճար սովորող, ինչ որ մեկը դառնում է վճարովի։ Այսինքն այդ ստանդարտացված եւ կրկնելու վրա զուտ գիտելիքի հիման վրա տված բանը կրթությունը հեշտ է նաև։ Դա չի բերում, չի ենթադրում բարդ կոնցեպտներ, էլի կարողանալ իրար հետ համատեղել։ Բայց դա հեռանկարային չի։ Այսինքն մեզ պետք է 200 ֆիզիկոս, որոնք չեն սովորում։ Թե մեզ պետք է 10 ֆիզիկոս, որոնք խորն են պատկերացնում, էլի, այսինքն այդ քանակի եւ որակի համադրությունը մեր մոտ միշտ քանակի հաշվին է լինում ցանկացած ոլորտում։ Դա մեր դեմոկրատիայի մինուսներից է։ Հա, երևի կարելի է ինչ-որ ձև ոնց որ համատեղել, օրինակ ոնց որ դուք ասացիք հարցերից մեկը էր, բայց մի երկու ուրիշը սովորական գիտելիքի վրա հիմնված։ Բայց հիմա որ գնանք ուսանողներին հարցնենք լավ էր, որ թե քննությունը տենց էր։ Տես դու ասում ես իմ մոտ էլ բան լիներ, չէ՞, խնդիրները լինեին ավելի շատ կյանքից իրավիճակային, որ դու կարողանայիր վերլուծեիր ու կյանքում հետո քեզ պետք կգար, էլի այդ հմտությունը մոդելավորելու։ Հիմա գնանք ուսանողներին հարցնենք, ոնց կուզենայր, ուղղակի սովորական ինտեգրալ լիներ ասել հաշվել, թե խնդիր լիներ, որը երկու քայլով բերվում էր ինտեգրալի ու պիտի հաշվեի։ Մենք ասել ավելի լավ քննության համար ավելի լավ սովորական ինտեգրալ լիներ, ChatGPT-ին էլ կհարցնենք կլուծեր, էլի, ես իմ տված խնդիրը էլ չի կարող։ Բայց ինչի՞ պետք է ուսանողին հարցնել։ Չէ, բայց ամեն դեպքում բանա, չէ,
Այն էլ մյուս օրն էլ այդ ուսանողը կգնա ուրիշ ոդքասթ կվարի, նստած կասի, ես որ ֆիզիկայի ֆակուլտետում էի սովորում, խնդիր էին տալիս, որը պետքա ինչ որ վերլուծել։ Այսինքն ամենքը անձնական ճաշակ ունի, այսինքն ես ու դու Եվթին գերադասում ենք այս մի տեսակ կրթությունը, որը բարդ է։ Այսինքն ինքը շատ էներգիա է պահանջում ու բայց դա արդեն բարձրագույն կրթությունն է, ինձ թվում է լրիվ օբյեկտիվ է, որ մարդուց պահանջես շատ ջանք գործադրել, էլի։ Հիմա այն որ ասում է երեխեքը հետաքրքրասեր լինեն, թեկուզ մի քիչ ինչ որ բաներ տուժեն, դա ցածր տարիքում է։ Այդ տրանսֆորմացիան պիտի ապահովենք, որ հետաքրքրասիրությունը մնալով կամաց դառնա աշխատասիրություն, ձգտում, նպատակ դնել եւ նպատակին հասնել։ Ու հետո պրակտիկության հարց էլ կա, որովհետև այդ ֆիզիկոսը որ ավարտած, հետո պետք է գնա, ասենք, ինժեներ դառնա, ինչ որ բան սարքի, չգիտեմ, ՊՆ-ի համար ինչ որ անօթաչու թռչող սարքեր սարքի, այնտեղ ինքը ինտեգրալներ չի գալու, ինքը ասես լուծի ու դրանից սարքվի այդ սարքը։ Դե հենց այդ է, ասենք, ես ուզում եմ մարդիկ լինեն, որ գնան տարբեր տեղեր հետազոտական աշխատանքներ անելուց կարողանան դա օգտագործել։ Բայց ով ասեց, թե 70 հոգանոց կուրսը, 60-70 հոգանոց կուրսը ֆիզիկոս են դառնալու։ 7 հոգին դառնա, չդառնա։ Մնացածը ծրագրավորող կդառնա։ Ծրագրավորող ինչ որ մեկին հարցեց ինչ ես դառնալու, ասեց դերասան եմ ուզում դառնամ, ինչ որ մեկը իրավաբան էր ուզում դառնալ, բայց եկել էին ֆիզիկայի ֆակուլտետ։ Որտեվ տունն են, ասա գնա սովորի։ Չգիտեմ, դե այդքան արդեն չեմ կարող խորանալ, բայց մեր մոտ որ մասնագիտական կողմնորոշումը շատ էֆեկտիվ չի աշխատում, կողմնորոշվելը դա փաստ է, դպրոցում ֆիզիկա սիրում է, գալիս է ֆիզիկայի ֆակուլտետ, բայց մեկ էլ հասկանում է, որ բարձրագույն կրթության ֆիզիկան լրիվ ուրիշ է, դպրոցական ֆիզիկան չի։ Դա շատ ուժեղ ազգացում մաթեմատիկայի վրա։ Դպրոցական մաթեմատիկան սովորում են, գալիս են համալսարան են ընդունվում, եկել սեպտեմբերի 3-ին էպսիլոն, դելտա, սուպրեմում այդ բաները գալիս է, այս բան են անում, էլի, մի անգամից դեպրեսիվ վիճակներ է գալիս, էս ինչ էր, էլի, ես սրա համար չէի հայրական տունս թողել եկել, որ սենց բաներ էլի սովորեմ, էդի լուրջ խնդիր, այսինքն չեն պատկերացնում ինչ է ու դրա արդյունքում դեգրադացվում է իրանց սովորելու հակումները։ Ու որոշում են ուրիշ մասնագիտություն դառնան, բայց դուրս չեն գալի համալսարանից։ Կստացի այդ պահը հենց որ ասացիք, իմ մոտ էլ ա եղել, ուսան շատ մտածելակերպ փոխող պահ է։ Մաթեմատիկայի միջոցով ինչ որ սովորում ես, որ կարաս եղած կոնցեպտների վրա մի հատ sense լրիվ ուրիշ աշխարհ սարքես էլի։ Օրինակ այս հարցը մի հատ, ինչու պիտի հիմա ուսանողը գա համալսարան։ Եկեք մի ասես տեսական վերլուծենք։ Հիմա, ասենք, ինչքան է Հայաստանի ամենալավ դասախոսը, ասենք, բռնենք մաթեմատիկական, ֆիզիկա, ինչ է լավ լեկցիա կարդա լսարանում։ Դրանից շատ ավելի լավ որակով կուրս ինտերնետում, եթե ոչ անվճար, ապա Coursera-ում կամ Udemy-ում, ասենք $50 կգտնենք։ Վիդեոներով, թեստային առաջադրանքներով, բացատրող այդ ամեն ինչով կլինի։ $50 տալիս ես այդ կուրսը ունես, չէ՞։ Հիմա ինչու ուսանողը, այսինքն մի հասարակությունում, որտեղ ուսանողը իր անձնական շահն է նայում սովորելու որակը, ոչ թե գնամ համալսարան, դիպլոմ ստանամ, բան, էլի, դրանք ամեն ինչը կողք են գնում։ Ֆիքսում ենք այն մարդուն, որը ուզում է սովորի մաթեմատիկա։ Ամուսնանալը սովորա, հա, ամեն ինչ կողք են գնում, ուզում է սովորի։ Ինչու ինքը պիտի գա համալսարան, նստի, օրինակ պայմանական Սարյան էր, չէ՞ ազգանոց, Սարյան, պրոֆեսոր Սարյանի դասին, ոչ թե Coursera-ով վերցնի $50-անոց կուրսը ու սովորի։ Պատասխանը միակն է, որովհետև ինքը կարող է Սարյանին տա հարցեր, ու Սարյանը այդ պահին կտա պատասխաններ, որը ինքը on-line կուրսով չի ստանա։ Ոչ էլ ChatGPT միջոցով կստանա այդ հարցերի պատասխանը, որտեվ կա ենթատեքստ։ Որտեվ երբ որ եթե Սարյանը լավ դասախոս է, լավ մասնագետ է, այդ ուսանողի տված հարցից Սարյանը կհասկանա ինտոնացիայից բռնած, Սարյանը կհասկանա, թե ուսանողը ինչը չի հասկանում, որտեվ ինքը 15 տարի դաս է տվել ու գիտի այս թեմայի ամենախրթին պահերը, որտեղ ոնց է բան, ինչը ինչ պրոբլեմ առաջացնում։
Coursera-ի վիդեոն ինքը sense YouTube-ով, չէ, նայեց բանը, այդ վիդեոն, հետո հարցերն է տալիս, որ դու հետ տանես նորից play տաս, նույն բանն է ասելով։ Ինքը YouTube-ի վիդեոն քեզ բացա ինչքան էլ մանրակրկիտ լինի, չհասկացած մասը ուրիշ ձև չի ասի։ ChatGPT-ն կարող է ասի։ Բայց այն էլ բավականաչափ հում է, այսինքն մշակված կուրս չէ, ինչ որ պատասխաններ կտա, բայց թե ինչը չես հասկանում, դու դասախոսներ, չէ, ուսանողը ինչը չի հասկանում, ինքը այդքան էլ չի զգա։ Այսինքն ինքը կտա էլի ստանդարտացված պատասխաններ։ Դուք կարող ես սխալ բան է ասել։ Էդի կողքի դնենք, ասենք 5 տարի հետո ավելի լավ կասի։ Հա։ Այսինքն որպեսզի ուսանողը գա համալսարան Սարյանին հարց տալու, եթե դիպլոմի համար չի սովորում, այլ ուզում է հենց մաթեմ, ասենք, սովորի։ Այնա որ ինքը կարող է տա Սարյանին հարցեր, ու Սարյանը կտա ունիկալ պատասխաններ։ Ոչ թե Սարյանի գրատախտակին բացատրած լեկցիան, որտեվ այդ լեկցիայից լավը YouTube-ում անվճար կա, Coursera կայքում էլ $50 կա։ Հիմա եթե ռացիոնալիզացվի մեր հասարակության պահանջը բարձրագույն կրթության նկատմամբ, գալու ենք մի վիճակի կամ համալսարան ունենալու է բուհերը Սարյանի պես դասախոսներ, որի խաթեր ես իմ տղային, որը 9 տարի հետո դպրոցը կավարտի, գնա համալսարան Սարյանի դասին նստի, կամ էլ չգնա։ Կամ էլ իմաստ չի ունենա, սա բուհերը կփակի։ Դա բերելու է բարձրագույն կրթության լուրջ տրանսֆորմացիայի, էլի, կրթության ձև, այսինքն ուզեն չուզեն կիրառականացվելու է։ Այսինքն Սարյանի իմաստը, այսինքն այն որ պրոֆեսոր Սարյանը համալսարանում կա, պիտի օգտագործի ոչ որպես լեկցիա պատմող։ Թե չէ այդ process-ի մեջ մենք կորցնելու ենք ուսանողներին բուհերում։ Համաձայն եմ, բայց մի հատ բանի հետ համաձայն չեմ կարծում, որ այդ միակ պատճառն է, որ արժի կամ որ ուսանողները գնում են համալսարան, դաժե չեմ կարծում, որ ամենակարևոր պատճառն է, որտեղ մարդը ոչ այդքան ռացիոնալ էակա, ավելի շատ sense ինչ որ էմոցիաների վրա ու սոցիալ էակա, իսկ ընդ ասենք կան ուրիշ մարդիկ, որ նույն բանով են հետաքրքրված, կա մրցակցություն, կա ուսանողական կյանք, հետո կա, չգիտեմ, օրինակ ինձ թվում է դուք այդ լավ կհասկանաք, որ կարող է ասենք ուսանողը, չգիտեմ, սիրում է այս դասախոսին կամ հարգում է իրան, ու տենց ուզում է, չգիտեմ, լավ սովորի, ավելի շատ ոչ թե այդ գիտելիքի համար, այլ նրա համար, որ այդ դասախոսը ասի ապրես երեխաս։ Դե այդ ասածները կան, բայց իմ ասածն էր գիտելիքի համար համալսարան գնացող ուսանող։ Այսինքն այդ բոլոր կողքի ֆակտորները ես կողքի դրեցի։ Հիմա եթե սոցիալ, բարձրագույն, ինչու է օրինակ Հարվարդում ուսման վարձը այդքան բարձր ու բոլոր ուզում են գնան Հարվարդ։ Հարվարդ իր վիդեոները էլի բաց դնում է։ Երբ որ դու գնում ես Հարվարդ, ըստ երևույթին քո կուրսից ինչ որ մեկը կդառնա Ամերիկայում սենատոր կամ երկրի նախագահ, էլի, այսինքն այդ սոցիալիզացիան կապերը, հնարավորությունները անգնահատելի են։ Ու միգուցե այդ ուսման վարձ տալու այդ հարցը մեծ ներդրում ունի նաև այդ կապերը հաստատելը, բայց զուտ սովորելու համար, այսինքն այդ դասախոսի իմաստը որպես լեկցիա պատմող, պիտի կամաց փոխվի, թե չէ վիդեոները այդ նույն գործը անում են, էլի։ Իսկ ասենք, բայց դե ես էլ ասում եմ, բայց չեմ հավատում, որ ասենք մոտակա տասնամյակներում կգա մի իրավիճակ, որ Հայաստանում կգնան համալսարան զուտ սովորելու համար։ Այնտեղ սոցիալիզացիայի տնից դուրս գալու, շփվելու, զարգանալու այդ ամեն ինչը, ինչքան էլ ուսանողը գնա համալսարան չսովորի, երեկոյան գնատուն, ինքը մեկա գնում է մարդկանց հետ շփվում, ինչ որ կուրսում խելացի ուսանողներ կան սովորանց, որոնց տեսնում է, միգուցե արհամարում է, բայց մեկա իր մեջ ֆիքսվում է, չէ, որ այս մարդիկ ուժեղ են, խելոք են, հետո տեսնել է, որ սրանք առաջ գնացին։ Այսինքն իր մեջ մեկա ինչ որ բաներ փոխվելու է։ Բայց այն որ մարդ սուտ առավոտյան վերականում, ասում է ուզում եմ սովորեմ այս առարկան։ Ուզում եմ սովորեմ, ինչ եմ անելու, գնում եմ համալսարան, թե օնլայն եմ սովորում։ Եթե համալսարանում չկա իմ ասած պայմանական պրոֆեսոր Սարյանը, որը ավելի լավը կլինի, քան YouTube-ի վիդեոն, իմաստ չունի գնալ պրոֆեսոր Սարյանին լսելու։ Ու եթե գնա էլ տեսնի, որ պրոֆեսոր Սարյանը դասը լավ չի անում, կասի դա YouTube-ով կսովորեմ։ Ու դասի նկատմամբ հետաքրքրությունը կընկնի։ Ես անձամբ նույն լոգիկայով մագիստրատուրա չդիմացի, որ պրոստը նույն ինֆորմացիա։ Չկար այն պրոֆեսորը, որի խաթեր
գնայր ընդեղ հասնի։ Չգիտեմ, կարող է իրական վատ բաներ չասեմ, չեմ փորձը գնամ, բայց հա։ Չես գտել այն մարդուն, որի խաթեր դու այդ գործունեությունը անեիր։ Այո։ Սոցիալ ֆակտորի մասին ուզում եմ մի քիչ խոսալ, օրինակ ես գիտեմ, որ դուք բաներ եք ձեր ուսանողների հետ, երեխեքի հետ արշավներ եք կազմակերպում, ու էլի տենց ինչ որ լիքը կայֆ բաներ եք կազմակերպում։ Ուզում եմ հարցնել, այդ ավելի շատ հավեսի համար եք անում, թե մտածում եք, որ ձեր կրթական մեթոդի մասը ու ինչ որ օգուտ է տալի իրանց հենց սովորելու մեջ։ Նոյ Հարարին իր գրքում մարդկության պատմությունը այնտեղ բան ունի, որ ոնց որ ամենահաջողված գենետիկորեն հաջողված բույսը դա ցորենն է, որտեվ ինքը կարողացել է նենց անի, որ ինքը ամենտեղ լինի, անփոխարինելի լինի։ Բոլորը ուզում են իրանից շատ ունենան, չէ՞։ Ու եթե հասկանանք, որ էվոլյուցիոն process-ում ամեն մի տեսակի նպատակն է իրան շատացնելը, այսինքն սերունդներ թողնելն ու բազմանալը, ապա ցորենը շատ հաջողված եւ իր նպատակին հասած տեսակ է, բույս է։ Հիմա մարդկության մեջ էլ sense որ նայենք, ամեն մեկը ուզում է որ իրապես մարդիկ շատ լինեն, չէ՞։ Ասենք հիմա բաներ, չէ՞, Թաթուլի համերգին շատ մարդեր գնացել, հիմա բողոքում են, ասում են, «Էս ինչ ազգա գնացել են Թաթուլի համերգին», էլի։ Այստեղ նախ պետք է հաշվել ամեն շաբաթ Հայաստան ֆիլհարմոնիկ ինչ որ համերգ լինում է, չէ՞, Արամ Խաչատրյանի համարգասարանում, որ գնում ես, մարդիկ գնում են, դահլիճը լիքը չի, բայց դատարկ էլ չի լինում, ու ինքը միշտ կա։ Թաթուլի համերգը լինում է 4 տարին մեկ, ու միգուցե 4 տարվա մեր դասական երաժշտության գնացող մարդկանց քանակը, որ հաշվենք, զգալի ավելի շատ լինի, քան թե Թաթուլի համերգին։ Թաթուլի համերգն էլ որ շաբաթը մեկ դնեն, կարող է այդքան մարդ չգնա, էլի, այսինքն տենց ապոկալիպտիկ տրամադրություններ պետք չունենան դասական երաժշտության սիրահարները, բայց հիմա Թաթուլի համերգին գնում են մարդիկ, որոնք սիրում են Թաթուլի երաժշտությունը։ Ֆիլհարմոնիա գնում են մարդիկ, որոնք սիրում են ֆիլհարմոնիկ երաժշտություն։ Ու ամեն մեկը ուզում է որ իր տեսակի իր ճաշակով երաժշտություն սիրողների քանակը շատ լինի։ Չգիտեմ ինչու են մարդիկ տեն ծանր տանում ուրիշների երաժշտություն լսելը, բայց փաստ է։ Բաներ, ռոք երաժշտության սիրահարները, որ ես ուսանողական տարիքում մազերս այսքան երկար էր, ասենք բաներ ռոք լսողներին երկար մազերով մարդկանց նկատմամբ բան կար, ինչ որ տենց ագրեսիվ վերաբերմունք կար, բայց ինձ զարմացնում էր, որ ռոք սիրողների մոտ էլ այդ ռաբիս լսողների նկատմամբ կա ագրեսիվ վերաբերմունք, էլ ասում է բանը ես բանը բռնությունեն կարգի չեմ սիրում, որ բռնարարին որ տեսնեմ ուզում եմ սպանեմ, բանը խփեմ սպանեմ, էլի, այսինքն ոնց որ այդ բանի մեջ էր։ Հիմա ես լինելով մարդ, որ ինչ որ արժեքներ, ինչ որ աշխարհայացք, ինչ որ վերաբերմունք ունի, ուզում եմ որ ոնց որ այդ իմ պատկերացումը ոչ թե մարդիկ իմ նման դառնան, այլ տեսնեմ որ սենց բան կա։ Այսինքն ոչ ագրեսիվ, ոչ թե գնամ ասեմ դու Բեթհովեն չես լսում, այսօրվանից սկսի Բեթհովեն լսել, այլ Ժորժ ջան, գիտեք, ես Բեթհովենի երաժշտություն եմ սիրում։ Հիմա Բեթհովեն պայմանական եմ ասում, էլի։ Հիմա դրա հասնելու մեթոդները որն է, մարդիկ պետք է իմանան, չէ՞, օրինակ ես որպես իրանց ուսուցիչ ինչ եմ սիրում։ Ուսուցիչ, համասանի դասախոս։ Դրա համար ես ինչ որ նենց եմ միջավայրը, որ մարդիկ տեսնեն, թե ես ինչ նախասիրություններ ունեմ ու այդ միջավայրներում ինձ ոնց եմ պահում, ոնց եմ լինում։ Ու դա ուսանողներին էլ, աշակերտներն էլ հետաքրքիր է, ու որ ընդ որում սենց ասենք ճաշանում հաց ուտելու թեման չէ՞ էլի, որ իրանք բոլորն էլ ուտում են։ Օրինակ հենց արշավ գնալը 2015 թվականին, որ ամառային ճամբարին, որտեղ դու աշակերտ էիր, ծանոթացանք, չէ՞, ես Արագած սար կազմակերպեցի, մի քանիսով եկա գնացինք։ Տես ես չեմ տարելու ասում, տեսեք, իսկական հայը պիտի Արագած, չէ՞, բարձրանա։ Ուղղակի գնացին, դու տեսար, որ կա Արագած սար, չէ՞, կան մարդիկ, որ Արագած են գնում։ Դրանից հետո դու ոնց կանես։ Քեզնից է կախված, բայց դու տեսար, որ սենց տեսակ կա։ Սենց նախասիրություններ կան։ Մինչև դու չիմանաս, թե ինչպիսին կարելի է լինել, դու չես կարողանա հստակ որոշել ինչպիսին ես ուզում լինել։ Այսինքն շատ առումով դա, այսինքն ես ինքս իմ համար չեմ անում, որ ինձ հաճելի է արշավ գնալ աշակերտել, հա, բավականություն ստանում եմ,
բայց եթե ուզենայի արագացար բարձրանալ, ես մի երկու ընկերներով հետ կգնայինք կբարձրանանք ու պատասխանատվություններ չլինի, էլի, ասենք եղելա որ 60 ուսանողի հետ գնացել ենք Մոզրովի Քարանձավ։ Շատ ահավոր ստրեսային երևույթ է, որովհետև Քարանձավի մեջ 60 հոգի պետքա կարողանան այդ գալիս են մի հատ էլ պիտի հաշվես բան, չէ՞, այդ ամեն ինչը բավականաչափ բարդ է։ Չեմ անում, որպես ինձ հաճելի է։ Էներգիա ստանում եմ այդ ամեն ինչից։ Բայց նաև նպատակն է, որ կրթության մաս, եթե դուք ինձնից եկել եք մաթեմատիկա սովորելու, ու ին նպատակը չի զուտ մաթեմատիկա սովորացնել, այլ նաև աշխարհայացք ձևավորել, որ այդ ամեն ինչի մեջ դուք մաթեմատիկան կարողանաք լավ ու ճիշտ օգտագործել պիտանի։ Այդ դեպքում դուք նաև պետք է իմանաք, թե ես ինչպիսի մարդ եմ։ Այսինքն որ այդ ամեն ինչը դերդաշնակ լինի, ես կեղծ չլեմ ձեր հետ նկատմամբ, էլի, այսինքն այդ դասարան մտնող ելնող մարդը չի։ Այդենց բանը ես մի դասարան դպրոցական, որ ասեմ 3 տարի դաս եմ տվել, ֆիզմատ դպրոցում 7-ից 9-րդ դասարաններ։ Իրանց հետ կինո են գնացել նայել, բանը սոված խաղերը, Hunger Games, ասենք դրա երկրորդ, երրորդ մասերը ոնց որ թե բաներ Ծաղկաձորում աշխարհի թիմային առաջնություններ, հենց երկու մեքենա ծնողներից երկուսն էլ միացան, նստեցինք, իմ մեքենայով էլ գնացինք, այնտեղ նայեցինք, վերջում Լևոն Արոնյանի հետ ծանոթացան, նկարվեցին, եկան, էլի, այսինքն այդ պրոցեսները անում ենք երեխաների համար։ Ես բավականություն ստանում եմ արդյունքից, որ այն երեխեքի մեջ փայլ տես աչքերի մեջ, բայց ոչ որտեվ դա ինձ հավես է։ Այսինքն բանա, էլի։ Այդ բան պիտի տեսնեն, թե որ աշխարհը բազմազան է։ Բազմազանությունը պիտի տեսնեն, որպեսզի կարողանան որոշել, թե իրանք ինչ են ուզում։ Ու շատ ուրախ եմ, որ հենց այդ դասանում դաս տվեցի, այդ բանը, ասենք, երեխեք կան, որոնց հետ մինչև հիմա կապը կա, շփումը կա, այսինքն իրանք մտան իմ առօրյա կյանք ու ասենք այդ 7-ի հանրաշվի դասագիրքը որ ասի, հենց ասենք Վաչագանը այդ դասանի աշակերտ ա եղել, միասին գրել ենք, էլի։ Այժ լավ, աստված։ Հիմա մագիստրատուրայի ուսանող ա նոր։ Ու տենց շատ են։ Ինձ թվում է այդ շատ սիրուն բան է ու շատ հավես է որ անում եք ու համ էլ ինձ թվում է այդ երեխեքի հենց սովորելու վրա էլ է շատ ազդում, որտեվ դուք ոնց որ իրանց համար role model եք դառնում, հա, ինչ որ կերպար որ ուզում են ձեզ նմանվեն կամ բան, ու տես կարող է դաժե մտածեն, հա դե Գոգյանը լավ մաթեմատիկա գիտի, մենք էլ պետք է իմանանք, դες փորձ։ Ու տես դրա հետ ես նաև իրանց ասում եմ, որ ես գնում եմ տուն, սովորում եմ։ Ես որ ձեր մոտ գալիս եմ, ասենք ես որ ես ասենք էսա չգիտեի, հիմա սա եմ ուսումնասիրում։ Ասում եմ, որ օրինակ սա ինչ որ տենց իմ մասին պատում եմ, որ իրանք իմանան, որ Գոգյանը, որ իրանց ուսուցիչն է, ինքը հենց ամենագետ չէ, էլի, ի ծնե ծնված, որ ամեն ինչ գիտեր, որ ես ամեն օր ինքս ինձ կատարելագործում եմ ու տենց մի երկու աղբաղ կերպարներ կան, որ բան են ասում են, որ ասենք Գոգյանը բան էլ երեխեքին թամբալ է սարքում, չի սովորացնում բան, էլի, դասը թողած ուրիշ բաներով է զբաղվում, բայց ես ոնց որ նենց եմ անում, որ իրանք մեկա գնան տուն սովորեն։ Դասարանում կարիք չկա 40 րոպե մաթեմատիկայի մասին զրուցել, դաս անել։ Մի օր հենց ֆիզմատդպրոցում այդ դասարանում բան էր, դասղեկը բողոքեց, ասեց աշխարհագրություն ընդհանրապես չեն սովորում։ Դեք ինչ արեց, այնտեղ քարտեզը կախած էր, հանեցի, ասի եկեք պատմեմ, ես որ երկրներում եմ եղել ու ամեն երկրում ինչն է ինձ դուր եկել, բայց մի պայմանով, որ մաթեմատիկայի դասը գնալու եք, կարդաք տնայիններից վարժություններ անեք, գաք։ Համաձայն եք, ասին համաձայն եք։ Ու մենք սկսեցինք զրուցել աշխարհի մասին։ Ու բնականաբար թեման այն չէր, էլի, որ այս երկրում ամենամեծ գետը սա է, ամենամեծը սա, այլ այս ինչ որ անձնական ապրումներ, որ օրինակ Բարսելոնայում փողոցներով գնալուց մեկ էլ պատահաբար հանդիպեցի բան թանգարան, մտա այնտեղ ու ինչ նկարներ տեսա, ասենք տենց բաների մասին էի պատմում, էլի, այնտեղ բանը Բարսելոնայից ստադիոնում եղել եք, արդեն զգում ես, ահա, արդեն տեսեք, իրանց հետաքրքրեց այդ process, իրանք մտան բանի մեջ, այսինքն սովորացնելը նաև պետքա լինի, որ դու երեխեքին ներշնչես, որ իրանք ապրեն այդ էմոցիաներով, էլի, թե չէ գիտելիքը ոնց մտավ, նենց էլ կմոռանաս։ Չէ, շատ կուզեի, որ այդ մեթոդաբանությունը ավելի տարածված լիներ։ Ու կստացի, որ ասում էի, ես հիշեցի մի հատ ընկեր ունեմ, ինքը այս Արեգ Նազան դպրոցում բան է, դա ուսուցիչ է, ու ինքը իշքան պատմում է, մոտ տպավորություն է ստեղծվել, որ իրանց մեթոդաբանությունը ահագին նման է ձեր ասածին, չեք կարծում։ Նմանություններ շատ կան, բայց տարբերություններ էլ կան։ Ամեն դեպքում ես ակադեմիականությանը աշխատում եմ չթերագնահատել երբեք։ Իրանց մոտ բան է, էլի, մարդկային ոնց որ շատ, ոնց որ ուղեղը մարդու էությունը սարքում են սպունգ, այն բանով, որ մի օր կլցնեն,
բայց իրանք այդ լցնելը մի տեսակ թողնում են կյանքին։ Ես ասում եմ համ սպունգ սարքենք, եթե մարդու ուղեղը պատկերացեք մարդու էությունը, գիտակցությունը լինի պլաստիրին, ինչքան էլ ճկունա, մեջը ջուր չես լցնի, չէ՞, գիտելիքը պատկերացնենք ջուր։ Եթե դու կարողանում ես իրան սպունգ սարքել, արդեն մեջը լիքը ջուր կլցնես։ Հիմա մեր հանրակրթությունը սենց անք, ինքը պլաստիրին է, ջուրը լցնում ես, չի կլանում, շատ քիչ է կլանում։ Այդ սպունգ չես սարքում, էլի, այսինքն այդ հետաքրքրությունները, աշխարհայացքը, հետաքրքրասիրությունը դրանք են, էլի սպունգ սարքում բանը, էությունը, մարդու ընկալումը։ Հիմա իրանք այդ արեկնազանը ավելի շատ թողնում է դա կյանքը կլցնի այդ ջուրը։ Իսկ ես ասում եմ համ սպունգ սարքենք, համ լցնենք, էլի։ Այդ մոտեցման ես սիրահարեմ, որը էլի լոկալ միգուցե աշխատում է, բայց երբ որ գալիս է համակարգային, արդեն դպրոցը ինքը ունի պատասխանատվություն, չէ՞, այսինքն տասնյակ ուսուցիչներ, որոնք պիտի աշխատեն։ Երբ որ արդեն ֆունկցիաները բաժանում ես, արդեն միգուցե չի լինում այդ ամեն ինչը համ սպունգ սարքել, համ ջուր լցնել, էլի սպունգի մեջը, միգուցե դժվար է։ Այդ առումով տարբերություններ կան։ Իմ կուրսեցիների երեխաներն էլ կան այդ դպրոցում սովորում են, հիանալի, հետաքրքրասեր, ամեն ինչով ոգևորվող, ասենց իրանց դիրքորոշում ունեցող երեխեք են, բայց ոնց որ գիտելիքի ակադեմիականության առումով միշտ կարիք է լինում լրացուցիչ ներգրավել մարդկանց, բայց եկեք կոնկրետ դպրոցի մասին չխոսենք, ոչ գովազդ, ոչ էլ հակագովազդ, որ չլինի։ Ըստ հարցը առաջանում, իսկ այդ դեպքում դպրոցի մենք ինչ եք ակալում, իր իմաստը որն է։ Տեսեք, դպրոցը ի վերջո, ոնց որ երկու դիրքորոշում կարանք ունենանք, պատրաստում է քաղաքացի, թե համալսարան ընդունվող մարդ։ Այսինքն որ ընդելա բարձրագույն կրթության։ Մեր մոտ հասարակության մեջ ոնց որ դիրքորոշում կա, որ երկրորդն է։ Այսինքն դպրոց սովորում են, որ հետո գնան համալսարան։ Բայց իրականում դպրոցը քաղաքացի պատրաստելու համար է։ Այսինքն մարդ, որ դպրոցը ավարտեց, որտեվ դա է, չէ, պարտադիրը։ Իսկ մենք մարդուց ինչ ենք անկակալում, որ դարձավ չափահաս, մեր հետ ինտեգրվի ապրի։ Թե ինչքան լավ կապրի, արդեն իրանից կախված կլինի։ Բայց ասենք ինչ որ ստանդարտներ, կոմունիկացիոն հմտություններ, հարաբերվելու հմտություններ պիտի լինի, որ սոցիումի մեջ ու որ միջակայքել գնա լինի։ Մեր մոտ դա չկա։ Այսինքն մենք որտեղ ենք երեխաներին սովորացնում, որ ասենք թիմով աշխատանքը ոնց է լինում։ Հարգալից բանը, չէ, ասենք այդ բաները չկա, դա հիմա նախագծային կրթություն ուսուցում, բան, տենց բաները մտցնվում է հանրակրթություն, դանդաղ այդ քայլերը արվում են։ Բայց այն որ վերջում պետք է լինի քաղաքացին պետք է լինի նաև իր իրավունքները, չէ, իմանա։ Այսինքն ինքը ինչ կարող անել, ինչ չի կարելի, օրենսգրքի մասին գոնե բազային պատկերացումներ, ինչն է թույլատրվում, ինչն է արգելվում, բայց տենց բաների մասին դպրոցը ոնց որ առարկանում էլի այդ ամեն ինչը սովորեն, մի տեսակ դա կորում է, ասենք այդ հասարակագիտություն առարկա կա, որտեղ իրավունք, պարտականություններ բանի մասին պետք է խոսվի, բայց ընդհանուրի մեջ դա պիտի ամենտեղ ներծծված լինի։ Հենց Նարինեի ուսապարկի օրինակում էլի մենք որոշում ենք գնում ենք արշավ։ Ինչ արշավ էլի, այդ որոշումը անդադ մեր կրթությունը պիտի լինի որոշում կայացնելու եւ քննարկելու շուրջ։ Ու Նարինեն հիմա հետո վերցրել է մի հատ այսքան դանակ, արդյոք իրավունք ունի թե չէ։ Էդ էլ հա հարց, օրինակ արշավական դանակը ու սառը զենքը իրարից կարողանալ էլ չէ տարբերել ինչ որ առումով։ Սմբատ, իսկ քառակուսի հիմնադրամը ինչով է զբաղվում։ Քառակուսի հիմնադրամը ինքը մինչև հիմնադրամ դառնալը մի քիչ հեռվից սկսեմ։ 2013 թվականն էր, ես ու ընկերներս Կարեն ու Լևոնը հիմնել էինք Linksel կազմակերպությունը, որտեղ Android-ներ ծրագրավորում, վեբկայքեր sense սարքում ենք, շատ լավ ամեն ինչ գնում էր։ 13 թվականի ապրիլն էր, ինձ զանգեց Ֆիզմատ դպրոցի ժամանակվա տնօրենը, ասեց մի հատ արի զրուցենք, գնացի, ասեց երեխեքին Կոլումբիա միջազգային օլիմպիադայի կտանես թե չէ։ Սկզբում հրաժարվեցի, բայց ինչ որ մանրամասները պատմելուց բանից հետո համաձայնվեցի, ասի հա կտանեմ։ Դե Կոլումբիա, ասում եմ անվճար
տար Կարիբյան ծովի ափին, ասի բայց ինչի ես, էլի, ես ֆիզմա դպրոց չեմ սովորել, իսկ դա մի քիչ խանդոտ թեմա է, էլի, ֆիզմա դպրոցը իրանք են այդ ոնց որ գլխավորը, ասեց, որ Հայաստանում միջազգային օլիմպիադայի մեդալակիր, որը մաթեմատիկայով դեռ զբաղվում ու անգլերեն գիտի, ոնց նայեցինք դու ես մնացել, էլի։ Ու ես 98 թվականին դպրոցական 15 տարեկանում մասնակցել էի մաթեմատիկայի օլիմպիադային, IMO-ին ու արծաթե մեդալ էի շահել։ Դրանից հետո ֆիզիկայի ֆակուլտետում էի ուսուցումս շարունակել, հետո մաթեմատիկա վերադարձել, ատենախոսություն պաշտպանել էի բան, բայց ասենք ոնց որ ես էի վերջին մոհիկանը, էլի այդ առումով, այսինքն կամ լրիվ թարգել մտել էին IT ոլորտ, կամ Հայաստանից արտագաղթել էին մյուս մեդալակիները, տենց գնաց եկա ու բան արեցինք, ես ու Ոսկանյան Վարդանը, ֆիզմա դպրոց էր ավարտել, հիմա Մեծ Բրիտանիայում ապրում, թե Պորտուգալիա գնաց վերջերս, Վարդան, եթե լսում ես բարև, ու Նուրբեկյան Լևոնը, երեքով որսինք ինչ-որ խմբակներ անել, Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկա ինստիտուտում, սկսեցինք երեխեքի համար խմբակներ անել, ինչու, որտեվ երբ որ ես դպրոցական էի, ոչ մի օլիմպիական խմբակ չկար, որտեղ ես կարողանայի գնալ, ունդեղ մաթեմատիկա սովորել, այն բարձր որակի մաթեմատիկան, որ ուզում էի, սովորում էի Շիրակացու ճեմարանում, կար լուսահոգի Գասպարյան Մովսեսը, որ մեկ-մեկ հետաքրքիր խնդիրներ էր տալիս, բայց տենց սիստեմատիկ օլիմպիական խմբակ չկար։ Կար ֆիզմա դպրոցում, որը մեր համար անհասանելի էր, էլի, այսինքն դա ֆիզմա դպրոցի համար էր։ Ու տենց որ գնացինք 13 թվականին տարա օլիմպիադա եկանք, ու զգացի, որ այս երեխեքը ոնց որ ինչքան բան կարող են աճել սովորել։ Ու բանը էգզիստենցիալ պահ էր իմ մոտ ու Աշխենի հետ ծանոթացա, որը հիմա իմ կինն է, միասին 4 երեխա ունենք, ու տենց այդ պահը եկա, որ որոշեցի սրանով զբաղվել։ Ու որ սկսեցինք խմբակներ անել, ասի լավ, ինչ նյութեր կան, ինչերով եք էլի աշխատում, պարզվեց ինչ որ տպագիր կամ ինչ որ հավաքած, ինչ որ ռեսուրս չկա, որտեղ լինի նախորդ, ասենք, նորանկախ Հայաստանի 92-ից մինչև 92-ին առաջին անգամ էլի Հայաստանը որ մասնակցել է մինչև 13 թիվը ինչ են արել, ռեսուրսները չկար, դրա համար որոշեցի քառակուսի կետեմ կայքը սարքել, որտեղ բոլոր օլիմպիական խնդիրները, նյութերը որ անում եմ, այնտեղ կհավաքենք։ Ու տենց սկսվեց 5 հատից 10 հատից, այսօրվա դրությամբ 3500-ից ավել, կարող է 4000-ին արդեն մոտիկանում է, այդքան խնդիր կա։ Իրանց լուծումներով սկսած հիմա շատ լայնացրել ենք, էլի, սկսած 5-րդ դասանից մինչև միջազգային օլիմպիադայի բարդ խնդրի մակարդակ։ Հիմիկվա դրությամբ այդ կայքը շաբաթական մտնում է 1500-ի կարգի մարդ։ Այդքան մտնում։ Այսինքն ես ոնց որ այն ինչ որ ես ժամանակին չկար, որ մի խնդիր գոնե։ Դե հիմա ինտերնետը կա, զգալի հեշտել է, բայց 98 թվականին, 1998 թվականին, որ ես դպրոցական էի, ինտերնետի մասին խոսելը ավելորդ էր, էլի, ռեսուրսներ ճարելը։ Հայրս մի ընկեր ուներ Սամվելը, որը 2000 գիրք էր Գառնիկ Տոնոյանի օլիմպիական խնդիրների ժողովածու էր տվել, այդ ռեսուրսներ, որով ես զբաղվել էի, էլի։ Հիմա, ասենք, ամեն ինչ ավելի հեշտ է, բայց հայալեզու ոնց որ դա սարքեցին քառակուսի AM-ը, գնաց ու ոնց որ ես գնալով ավելի շատ ներգրավվեցի այդ օլիմպիականի մեջ, հետո ինձ դարձավ հետաքրքիր, լավ, ասենք օլիմպիական տարեկան 10 հոգի ոնց որ երեխու վրա ազդում ես։ Բա ոնց անել, որ 100, 1000 ավելի շատ քանակի մարդկանց վրա ազդես ու մտանք այսպես հանրակրթության ոլորտ ու ես Մկրտումյան Նարեկը, որը ֆիզմա դպրոցի շրջանավարտ է, օլիմպիական աշակերտ, ու Լուսինե Հունանյանը, որը հիմա հոկեբան է, երեքով բացեցինք, հիմնեցինք քառակուսի կրթական հիմնադրամը, հիմնվել է 2022 թվականի փետրվարի 2-ին, այսինքն 3 տարվա հիմնադրամ է, ու տենց արդեն սկսեցինք զբաղվել ավելի շատ քանակությամբ մարդկանց մաթեմատիկայի շուրջ հավաքելու, համախմբելու, ու տենց ճամբարներ ենք անում, օլիմպիական խմբակներ ենք անում, քննարկումներ, Zoom-ով հիմա ուսուցիչների վրա ենք շատ կենտրոնացած, ամեն շաբաթական 2 անգամ on-line Zoom հանդիպումներ ենք անում, 100-ից ավել ուսուցիչ միանում է, հիմա որ ասում են, չէ, ուսուցիչը չի ուզում սովորի, բան անուն են կպցնում,
ոչ փող ենք տալիս, ոչ սերտիֆիկատ, ոչ մի բան չունենք, էլի ռեսուրս անելու։ Ասում ենք, այս ժամին միանում ենք, ով ուզում է միանա, 100-ից ավել ուսուցիչ է միանում ու հետո տեսագրությունները YouTube-ում դնում ենք, 500-600 հոգի էլ տենց նայում։ Հիմա ուսուցիչ են, չնայած աբիտուրիենտների համար դա մի քիչ բարդ է, դասախոսների համար պարզ է, երևի ուսուցիչներ են էլի ամեն դեպքում նայում են ու տենց փորձում ենք մեր ազդեցություն ունենալ, պլյուս դե դասագրքեր գրեցինք, այդ բանը Մաթեմյանների ընտանիքը, Ադի եւ Բուդի պերսոնաժները, որ աղմուկ է լավ, բայց հիմա ասենք որ գնում ես դպրոցներում երեխեքի հետ, իրանք ցենց ոգևորություն, «Է դուք եք գրել Ադին, էլի բան ասենք», իրանց մոտ դա շատ հետաքրքիր զվարճալի մոտեցում էր, որը այսպես ասած ոչ մի բացասական բան չբերեց հայ ինքնությանը, էլի, որ մի քիչ աղմուկ էին անել սկզբում։ Շատ աբսուրդ քննադատություններ։ Մի հատ եք ասեք կոնկրետ ինչեր էի կազմակերպում, որ եթե մարդիկ գան մասնակցեն, էլի, այսինքն ուսուցիչների համար այդ դասընթացները on-line ու երեխեքի համար ինչ-որ բաներ կա, թե Դօրինակ բան արեցինք առաջին ծրագրերից IPP-ի հետ, Հանրային քաղաքականության ինստիտուտի հետ, Հայաստանի 10 բնակավարերում, բայց 12 խմբակ արեցինք, երկուսը Ջերմուկում, Խնձորեսկում, Սիսիանում, Գառնիում, Դալարիկում, մինչև Վանաձոր, այսինքն Խնձորեսկից մինչև Վանաձոր, էլի 12 տեղ 12 խմբակ արեցինք, որտեղ 5-6-7 դասանցի երեխաների հետ խմբակներ անեցինք, դա առաջին քայլն էր, ու որսինք դա սարքել սիստեմատիկ, հիմա բան ենք անում։ Երևանում կա արկագործող խմբակ հիմիկվա դրությամբ, 9 խմբակ ունենք, 5, 6, 7, 8-րդ դասանցիների համար, 5-6-րդ դասանցիները 3-3 հատ են, ինչքան մեծանում են, այնքան քչանում է, որտեվ երեխեքի քանակն էլ է նվազում ձգտողների, բացի դրանից Zoom-ով բաց հանդիպումները անում ենք ամեն դասարանի համար առանձին ու ձայնագրությունները YouTube-ում դնում ենք, տնային առաջադրանքներով հաջորդ շաբաթ քննարկում ենք։ Սա մարզերից լիքը երեխաներ, որ հետաքրքրված են, միանում են, մասնակցում են, նայում են, դա տենց բանը ճամբար ունենք ամառային, դա միակ միջոցառումն է, որ մեր մոտ, ասենք, անվճար չի ամբողջությամբ, բայց ամեն տարի մեր Հովանավորի Տիգրանի շնոր աջակցությամբ 30 երեխա, որոնք մեր դպրոցական օլիմպիադայում ամենալավ արդյունքներն են ցույցաբերել, իրանց հրավիրում ենք անվճար գալիս են այդ ժամանակը անցկացնում են ու դրանց կողքին նաև սովորական ովքեր որ ուզում են, դա արդեն վճարովի սկզբունքներով է ու տեղ ինչա տեղ ունենում ես ճակերտավոր սովորական երեխաները տեսնում են այն մյուս երեխեքին նաև ու ասենք բան, էս ինչ խելացի է, էլի, այսինքն նա որ մտածում էր, որ ինքը դպրոցի մաթեմից ամենաուժեղ երեխան է ու ծնողը ուղարկել էր ճամբար, որ ինքը գաստեղ ավելի խորացնի, մեկ էլ հասկանում է, որ չէ ինքը ինչքան պիտի աշխատի, որ բան էլի, էս Իշտոյանը վիդել են մինոյի մեջ որ ասում է, այդ վիճակը էլի լինի, դա էլ այդ միջոցառումն է, սեպտեմբերից նախատեսում ենք զգալի շատացնել մեր նոր կայքը հիմա այդ որ սարքենք, արդեն այնտեղ ամեն ինչ լավ կկարողանանք ցուցադրել, կտեսնեք, հետո առաջ չանցնեմ, որ Աշկով չտան։ Հա, չէ, շատ ահռելի գործ է, իրականում շատ ուրախ եմ, որ այդ ամեն ինչը արվում է։ Ու կստացի այդ որ ասացիք գնա ճամբար ու տենա տենց այն խելացի երեխեքին, իմացել էր այդ բանը, եղա հենց այդ բանի բյուրականի ճամբարում որ ծանոթացել ենք, որ սենց եկա ինձ թվում էր ես տենց խելացի եմ, էլի դասարանում միշտ խելացի եմ եղել։ Եկա տեսա սենց ընդ ոնց որ միջին մարդը մի երկու հատ մեդալ ուներ, էլի տարբեր օլիմպիադաներից։ Եթե չեմ սխալվում, այդ ճամբարի ընթացքում ես GPS համակարգերի աշխատանքի մասին պատմեցի։ Հա, միջև մը հիշում եմ։ Դե մեկ, ասենք, եթե գա ինչ-որ մաթեմատիկայի թեորեմ պատմեի գնայի, ասենք այդ գիտելիքը կկորեր, ասենք կմոռանար էլի, բայց փորձել էի, ասենք տաններին այդ GPS-ը, որտեղ մի ուսանող էլ էս վերջերս որ տեսա, ասեց այդ ճամբարին եկել է, վերջերս չեմ 2 տարի առաջ էլի, ասեց բան եղել ու հիմա բանում աշխատում, ինչ որ կազմակերպությունում հենց այդ
նավիգացիոն համակարգի աշխատում այն բան էլի, այդ որ լսել էի, տպավորվել էի, հիմա այդ էլ գործի մեջ տեսա, ասում շատ հետաքրքիր էր էլի այդ ամեն ինչը։ Մեկ էլ մի հատ թեորետիկ մասը կար, ինչ որ կանտորի բաների բազմությունները համեմատելու մեթոդի մասն էի։ Այդ էլ են ուժեղների համար, էլի են տաղանդավոր մեդալ ունեցողների համար, որ ասել։ Իրանց է հետաքրքիր էր։ Սա մի հատ ձեզանից հարց։ Ոնց է դուք ձեր մեջ այդքան տես տարբեր personality-ներ համատեղում։ Օրինակ մի կողմից ոնց որ դուք եք տենց ակադեմիկոս, մաթեմատիկոս, ֆիզիկոս, հա, ակադեմիկոս չեմ, էդի հա բան մաթեմատիկոս եմ, որը ֆիզիկոսի բակալավրիատ մագիստրատուրա ֆիզիկոսի որակավորում ունեմ, ծրագրավորում շատ լավ գիտեմ, ակադեմիկոսը լրիվ ուրիշ բան է։ Գիտությունների դոկտոր եմ ֆիզմատ գիտությունների մաթեմատիկայից։ Հա։ Ու մյուս կողմից ինչ որ արշավական, ինչ որ sense հավես կյանք ապրող, դաշը որ, չգիտեմ, մեքենայի վրա պապազած նկար ունեցող մարդ։ Այդ երկուսը սովորաբար տենց կարծրատիպային մտածելակերպով այդքան չեն համատեղում, էլի ոնց է երկուսն է ձեր մեջ պահում։ Բանը Մհեր Մկրտչյանին, որ ասել էին Ֆրունզիկին, որ ասել էին ինչի՞ է որ քո քիթ այդքան մեծ է, բանը չի խանգարում կյանքում էլի, ասելա ոչ թե իմ քիթն է մեծ, այլ ուրիշների քիթն է փոքր։ Բան էլի, անի մյուսների մոտ է ինչի էլի։ Հիմա ես չեմ հասկանում, ինչու եթե մարդը գիտնական մաթեմատիկոս է, ինքը պիտի արշավ չգնա։ Այսինքն որտեղ այսինքն արշավը չի գողանում, չէ՞, գնեն չի որ աշխատանքային օրով համասարանում դասի ժամը թողած ուսապարկը վերցնում եմ, գնում եմ արշավ։ Դրանք լրիվ իրար չբացառող երևույթներ են։ Միգուցե բանի խնդիր կա էներգետիկայի, այսինքն գիտնականը շատ ավելի շատ նստի, ինք ասենք խորանա, ասենք կոնֆերանս գնա շփվի, բան իմոտ չէ, միգուցե եթե դա նկատի ունես, ապա տեղել դե տենց հաստատվել։ Մի օր մի ակադեմիկոս հարցրեց, Սմբատ, տենց էլ չհասկացա, դու ի վերջո գիտնական ես, թե գիտնական չես, էլի, ասենք հա մաթեմատիկա մոտդ շատ ստացվում է, ամենտեղ մաթեմատիկա պրոպագանդա բան անում ես, բայց ոնց որ գիտնական էլ չես, էլի, ինստիտուտում չես նստում, ասենք սենյակում աշխատես այդ բանով, ասի գիտեք ինչ, օրինակ Մեսսին, չէ, ասենք ֆուտբոլիստը, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, ինքը ամեն օր ի վերջո մարզվում է խաղալու համար։ Ու ասենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Ես իմ ընկերների հետ ամեն չորեքշաբթի 20 տարի ամեն չորեքշաբթի խաղում ենք ֆուտբոլ։ Այս մի կես տարի առաջ թարգեցինք խաղալը, արդեն բոլորս թոշակի գնացինք, մի երկու ամիսը մեկ եմ խաղում, ինչ որ տենց ուրիշ շրջապատի հետ էլի։ Ես սիրում եմ շաբաթը մեկ ֆուտբոլ խաղալը։ Ինձ շատ հաճելի է, բայց եթե ասեին դու պետքա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի պես ամեն օր մարզվես որ ֆուտբոլ խաղաս, ես ֆուտբոլ չէի խաղա ընդհանրապես ֆուտբոլ։ Ֆուտբոլիստ չեմ։ Ես սիրում եմ ֆուտբոլ, ինքը ինձ շատ հաճելի է որպես ժամանց սպորտային ժամանցի ձև, բայց պրոֆեսիոնալ պարապել, որպեսզի գնալ խաղալ չեմ անի։ Նույն ձևի ոնց որ մաթեմատիկան լինի։ Ես իրան շատ սիրում եմ որպես զբաղմունք, բայց որ ինքը լինի իմ կենսակերպի ամբողջական մաս, այսինքն առավոտից երեկոյան մաթեմատիկայի թեորեմների մասով, այսինքն նստել, ուսումնասիրել, հետազոտել, իմը չի։ Ոնց որ ֆուտբոլ պարապելը գնալ ինչ որ պրոֆեսիոնալ ակումբում պարապել, որպեսի մրցումների մասնակցել, դա իմը չի։ Իմ համար, բայց շաբաթը մեկ ֆուտբոլ խաղալը ոնց որ իմ համար մաթեմատիկայի այդ ու այդ առումով օլիմպիական խնդիրները իդեալական մտնում են այդ թեմայի մեջ, որտեվ ես բան եմ անում, այդ հետա ինչ հավես խնդիր է, կարելի է նստել մի կես ժամ նստել ու այդ ընթացքում կարող է լրիվ ոչ կաբինետային իրավիճակում լինի, էլի։ Հեծանիվ ասեմ, որ արդեն քանի տարի չեմ քշում, աջ ծունգս ցավում է ծանրաբեռնված, ժամանակին 100-150 կիլոմետր կարող եմ մի օրում քշեի, բայց հիմա արդեն դա չեմ անում, բասկետբոլ եմ հիմա շատ խաղում, այդ վոլեյբոլ։ Անթերի մարդ չկա, վոլեյբոլի մարդ չեք սիրում, հա։ Չհասկացա,
Վոլեյբոլ ես մի անգամ եմ խաղացել, հենց 2013 թվականին, որ տարա Կոլումբիա օլիմպիադայի, մեր հայ երեխեքը դրսում ինչ-որ մեկի հետ վոլեյբոլ էին խաղում, կողքներով լողափում էլի, անցնում է, ասին ընկեր Գոգյան կմիանաք, ասի լավ, մի րոպեով կմիանամ, էլի, մտա ու ընդեղ հակառակորդը բան էր անում, գնդակը այս հայրը տվեցին ընդեղից հենց բզելու էր, ես հենց թռա ձեռքերս պահեցի, կպավ ու ընկավ նրանց դաշտ, ու տեղ երեխայից հորեից ո՞նց բայց դա ոնց լրիվ պատահականություն էր, էլի, հետո բան եղավ, հաջորդ դրվագին դե ինչ կպավ, հետո պադաչը ես պիտի տայի, խփեցի չանցավ գնդակը, երեխեքը հասկացան, որ այս Գոգյան Սմբատը վոլեյբոլ խաղալ չգիտի, էլի, բայց եթե ես մինչև այդ հարվածը իմ պադաչ տալը դուրս գայ, հիմա կարող է միֆեր տարածվեն, որ ես շատ ուժեղ վոլեյբոլիստ եմ, էլի։ Չգիտեմ, վոլեյբոլի իմաստը չհասկացա, որտեղ միշտ վերև նայելը վիզը ցավում է, էլի, այստեղ չեմ համաձայնվի, բայց ոչ։ Ընդունում ենք իրար կարծիքները, չենք համարում մեկս մյուսին սխալ։ Այդպես ես մաթեմատիկան շատ եմ սիրում, իր այդ տրամաբանական սիրունությունը, գեղեցկությունը ես որ տեսնում եմ, ինձ շատ հաճելի է, բայց դա ոնց որ ընկերների հետ շաբաթը մեկ ֆուտբոլ խաղալ եւ ժամանցի ձև, էլի։ Դրա համար այն մյուս կենսակերպը, որ ես ունենում եմ, ավելի շատ է երևում, ու պլյուս մի քիչ էլ տեսանելիություն միգուցե մեդիա ոլորտում ինչ որ տենց մի քիչ կա, որ մարդիկ ճանաչում են, էլի։ Մյուսը այդ գիտականը, թե արշավականն է։ Դե գիտականը այդքան չի երևում, բայց երևում է։ Դե օրինակ որ բոկի նախագահ չդառնայի, իմ մասին քիչ կիմանային, չէ, ավելի դասագիր չգրեինք, ավելի քիչ կիմանային։ Այսինքն այդ արածի արդյունքներով տեսանելիություն գալիս է, բայց եթե ես օֆիսում նստած սաղորը թեորեմ ապացուցեի ու կոնֆերանսների մասնակցեի, դասագիրքը չէր լինի, չէ, Ադին եւ Բուդին պերսոնաժները չէին լինի։ Այդ ախնդիրը, էլի։ Հա, հասկացա։ Իսկ ոնց որ սրա շարունակություն, ինչի եք ձեր երեխեքին որոշը, տենց ասած հասարակ դպրոց տակ։ Դե բանը, ոնց որ զրույցի ընթացքում դրան մի քիչ անդրադարձանք, նախ դպրոցը կրթում է քաղաքացի։ Մեր հասարակության մեջ կան շատ բազմազան խավեր ու լավ կլինի, որ երեխան իմանա տարբեր տեսակ մարդկանց հետ, մի քիչ այն ոչ այնքան ցանկալից, որ ես կուզենայի իմ երեխան շփվեր մինչև այն տեսակը, որը շատ հոգեհարազատ է, որ ասենք կուզենայի իմ երեխեքը ընկերություն անեն, բայց երեխան պիտի տեսնի բոլոր տեսակները։ Հետո 12:45 այսօր 10-ը ավարտեց, երեխան եկավ տուն։ Այսինքն ինքը տանը շատ ավելի երկար ժամանակ անցկացնում ու դու կարող ես երեխայի հետ ավելի շատ շփվել, ներազդել ու ինքը դպրոցից չել հոգնում։ Երբ որ տանում ես մասնավոր դպրոց, նախ արդեն դասարանը մաղված է։ Այսինքն դե գալիս են երեխեք, որոնց ծնողները կոնկրետ վերաբերմունք ունեն կրթության նկատմամբ։ Լավ թե վատ չգիտեմ, իմ համար շատ բան է երեխայի ամեն ինչում լավ սովորելը, դա ծնողի կողմից լավ մղում է, թե վատ։ Ես դրա պատասխանը դեռ չգիտեմ։ Բայց արդեն ֆիլտրած է ու երեխաս ամեն տեսակի հետ չի որ կծանոթանա։ Հետևաբար, եթե չի ծանոթանում, ինքը նաև պաշտպանիչ ու կանխարգելիչ ռեֆլեքսներ էլ չի ձևավորի այդ տեսակի հետ շփվելու։ Երկրորդ, մասնավոր դպրոց գնաց, տնից հեռու պիտի լինի, այսինքն տրանսպորտի մեջ գնալ գալու ժամանակը աճում է։ Մասնավոր դպրոց մնաց, դեռ սովորաբար արդեն պիտի մնա մինչև ցերեկը 4-5-ը, իր համար դպրոցը ասում են դառնում է երկրորդ տուն, բայց պիտի մնա երկրորդ, էլի, ոչ թե դառնա առաջին։ Այսինքն որ երեխան առավոտ 8-ին դպրոց տնից դուրս գա գնա դպրոց, ցերեկը 5-ին 6-ին դուրս տուն գա, ոնց որ մարդիկ աշխատանքի են, չէ, գնում գալիս այդ մոդելով։ Այսինքն գցել բռնելով ինչ կտա, ասենք պետական պլյուս վարձը 4 երեխա, 4 քո համար վճարը, ինչքան էլ զեղ չանեն, ասեն արի մեր դպրոցում մաթեմի դաստոր երեխան վճար, բան այդպես առաջարկել են էլի արել, բայց ամեն դեպքում չէ, երեխան լինի մինչև հասկանանք իրանց հակումները։ Եթե ինչ որ մեկի մոտ կա, ասենք զուտ բնագիտական հատում ուզում հակում,
ուզում եմ մաթեմատիկան, ֆիզիկան խորացնի, խնդրեմ քվանտ վարժարան, ֆիզմա դպրոց, ասենք տարբերակները գնայինք, եթե երեխայի մոտ կա, ասենք նկարչական հակումներ, միգուցե Թերլեմեզյան, այսքան բան էլի իրավիճակից կախված կորոշենք, բայց տարական դպրոց, երբ որ ամեն ինչ կախված է լավ դասվարից, դա էլ պետք է հաշվի առնենք, չէ՞, եթե դասվարը լավն է, առաջին 3 տարին դպրոցում շատ լավ կանցնեն, իսկ հիմա լավ դասվարը մասնավոր դպրոցում թե պետական դպրոցում առանձնապես տարբերություն չկա։ Լոտոյի պես կամ կստացվի, կամ չի ստացվի, հիմա մեր երեխեքի դեպքում գոհ ենք ամեն դեպքում։ Հասկացա։ Այդտեղ մի քիչ հակառակ կողմն է ասել, որ իրանք այդ մաղված շրջապատում կարող է իրանց պես մարդիկ ավելի շատ գտնեն ու ավելի շատ ընկերներ ունենան։ Օրինակ ես հիմա երևի ամենամոտ ընկերներիցս շատերը քվանտիստ դասարանցիներն են եղել։ Դա արդեն ավելի մեծ տարիքում եք, էլի։ Ու արդեն երբ ես դու ընդունվել քվանտ վարժան։ Բանից 9-րդ դասարան։ Արդեն մեծ էր, էլի, այսինքն առաջին դասարանից քո դպրոցում որտեղ շփվել ես իրանց հետ ընկերություն անում ես։ Մի հոգու, երկու հոգու այդպես։ Այդ մի հոգուն դու գտել ես, էլի, այնտեղից, իսկ 9-րդ դասանումը արդեն մի քիչ ուրիշ է։ Արդեն դու կայացած էիր, հետաքրքրություններ բան, բայց դու այն տեսակների հետ շփվել ես, տեսել ես ու ոնց որ թե իրանց վատ ազդեցության տակ չես ընկել, չէ՞։ Դառնով այդ կարևորը ծնողի վերաբերմունքը դուրս գալն էլ է կարևոր բան, այսինքն դու տեսել ես դա, որ դու չտեսնեիր, չէր էլ իմանա։ Դա իմ մոտ լուրջ խնդիր եղել է, որ դպրոցը 7-րդ մասիվում 88 դպրոցից հետո գնացել եմ 198 դպրոց, որտեղ բաներ, ոնց որ ուժեղների դասարան կար, ու միանգամից ուժեղների դասարանում եմ եղել, հետո գնացել եմ Շիրակացու ճեմարան, որտեղ էլի մրցույթով էր ընդունելությունը, հետո ընդունվել եմ ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ էլի հատուկ խումբ կար, ուժեղները 12 հոգի սովորում էինք այդ հատուկ խմբում, ու եթե բաներ 3 էիր ստանում, այդ խմբից դուրս էիր մնում, էլի, այսինքն մի քանի հոգի դուրս մնացի, միայն մի հոգի, ուրիշ խմբերից էլ մեր մոտ գալու համար պիտի բոլոր առարկաներդ գերազանց ստանայր, բայց այդ 12-ից էլ 12-ից 11-ը ատենախոսություն պաշտպանեցին։ Այսինքն ես միշտ եղել եմ միջավայրում, որտեղ բոլորը ավելի ճիշտ է պետական ա եղել, ոչ միտեղ ուսմանվարձ չեմ տվել, ծնողներս չեն տվել, բայց ամեն դեպքում եղել է միջավայր, որը ինձ մեր հասարակությանը բնորոշ չէր։ Ու ես առաջ հետո էլ սկսել եմ աշխատել IT կազմակերպություն, Մշակ ՓԲ-ն, որը հաստոցներ էինք մենք ավտոմատացնում դեռևս 99-2000 թվականներին, ասենք 4 տարի տեղ եմ աշխատել, հետո IT ոլորտում, ես միշտ աշխատել եմ մարդկանց հետ, որոնք բավականաչափ բարձր կրթական թենզ ունեին, ընդ որում սովետական են լուրջ մասնագետներ էին, էլի, ոչ թե մի քանի ամսում սովորած մասնագետներ, դպրոցում էլ միշտ այդ լավ երեխեքի, ընտրված երեխեքի հետ, ու 2018 թվականին, երբ որ ես բոկի նախագահ դարձա ու լայն ավելի շերտերի հետ սկսեցի շփվել, իմ համար դա շատ մեծ խնդիր էր։ Այսինքն ես չէի պատկերացնում, որ մեր հասարակության մեջ տենց խավեր կան, որոնց հետ հարցը լավի վատի մասին չէ, ուղղակի չես կարողանում հասկանալ։ Այսինքն միգուցե հենց բանա, ասենք կոնկրետ անուններ չտամ, որ հետո չթիրախավորենք, բայց տեսակներ կային, մարդկային, միգուցե շատ լավ, բայց ես իրանց հետ չէի կարողանում կոմունիկացվել, իրանց հասկանալ։ Կառավարության մեջ։ Չէ, կառավարության մեջ չէ, բոկի գործառույթներով, էլի, այսինքն գիտնականների, այսինքն այս ինչ մասնագիտության մասի, օրինակ արվեստագետների հետ թեկուզ, ասենք որտեղ ռացիոնալ իրար չէինք հասկանում, էլի, ինձ թվում էր իրանք են ինձ վիրավորում, ինձ թվում էր իրանք ես եմ իրան, այսինքն այդ վիրավորելու բանը պետք է, էլի, պետք է շատ ավելի լայն շփվել, բնականաբար վերահսկողության ներքո, ոչ թե վերվարած վիճակներում, ոնց որ գյուղերում, չէ, կովին բաց են թողնում, առավոտը նախիրը գնա, իր կունը հետ գա, այդ մոտեցմամբ չի, այսինքն ամեն դեպքում պետք է երեխայի հետ մեկ-մեկ զրուցել, հասկանալ իր մոտ ինչ ապրումներ կան, ինչ զգացողություններ կան, օրինակ որպեսզի չէ, արեգակի ջերմաստիճանի մասին, ամեն պահի տակ ինչ որ երեխեքի մտքում ինչ որ բան կա։ Մեկ-մեկ պետք է հարցնել երեխեքին, ինչ ես մտածում։ Ու ինքն հենց հետաքրքիր խենթ բաներ կասի, էլի, կշշմես, որ երեխեքի մտքով այդքան բաներ անցնում։
Եթե գնա մասնավոր դպրոց, այդ ամեն ինչը կկորի։ Որտեվ ժամանակ չի ունենա մտածելու։ Իրան այնտեղ կմշակեն, էլի։ Դպրոցը բերում է նաև համահարթեցման։ Չի կարող ուրիշ ձև լինել։ Մի բան, որ ամբողջ հասարակության վրա ազդում է, չէ, ինքը չի կարող բոլորին նույն ստանդարտի չբերել։ Չես կարող, բան ասենք, դասան է գալիս 30 հոգանոց դասարան, ամեն մեկը մի ծնողից, մի ընտանիքից, մի դաստիարակության ու կա մի մարդ, որը պիտի բոլորի հետ աշխատի, չէ։ Ու այդ խստությունը բան ոնց է գալիս, չես կարող ուրիշ ձև։ Այսինքն ինքը հա լավ բան չի, բայց գործիքակազմ չկա, որպես այդպեսին աշխատելու։ Հա, համարյա անհնարին է։ Բայց այդ ոնց որ իրապես ուժեղ երեխեքի հետ շփվելուց այդ կոնկուրենցիան էլ է, չէ, ուժեղ ու ոնց որ իրանք մեկը մյուսին առաջ են բրծում։ Օրինակ ես հիշում եի, որ տենց ինչ որ պահ կար, որ դպրոցում երեխեքով գալիս էինք իրար ինչ որ խնդիրներ էինք ասում, այդ ժամանակ քառակուսիկ հետեւի մասին չգիտեինք, բայց ամեն մեկը մի տեղից լսում էր, գալի ասում էր, ու տենց ոնց որ կոնկուրենցիա կար, թե ով կլուծի առաջինը այդ խնդիրը կամ էս իր ասածը։ Դեռ փոքր, ասենք, չգիտեմ, 7-րդ դասարան երևի 7-ում, հա, փոքր տարիքում առանձնապես այդքան բան էլ չկա, էլի։ Դες ինչ որ քո ասածում երեխեք էիք, որոնց մեջ հետաքրքրասիրություն կար, չէ։ Իրար խնդիրներ էիք ասում։ 9-րդ դասարան, որ քվանտ է գնում, արդեն էդի կորում է ինչ որ առումա, որտեվ ուսուցիչը միշտ տալիս է այդ խնդիրները։ Այդքան է, ինչ չէր քվանտում էլ էինք անում։ Չէ, բայց ուսուցիչ արդեն կար, չէ, դոզան այնքան շատ կար, խնդիրները գալիս էին, որ դուք արդեն աշխատում էիք։ Հա, էլի հետաքրքիր խնդիր կմտածեիր, կբերեիր, բայց դրա սովը չկար։ Ну, հա, այդքան մեծ։ Եթե դասատուները լավ բան են արել, էլի, հիմա չգիտեմ ինչ է կարել։ Ну, քվանտի խնդիրներ է, էլի, ինչ որ տեղ բան, ոնց ասած, սիստեմային ավելի sense ինչ որ կոնկրետ, ոնց որ շատ տրամաբանական խնդիր չի, էլի, ավելի շատ այդ խնդրի լուծելու ձևը իմանաս, լուծես։ Դե ի վերջո սովորելը տենց է։ Ի վերջո ձևերն է սովորում, էլի, բացահայտելը, ամեն պահի բացահայտելը այդքան էլ հեշտ չի, բայց էլի բան հետաքրքրասիրությունը, եթե երեխայի մեջ չես մերցնում, ինքը լինում է։ Եթե ծնված երեխան չէ, որ գնում է միշտ ինչ որ մի արա, այդ ինչա հետաքրքիր է, չէ, իրան ինքը ուզում աշխարհը ճանաչի։ Եթե դու իրան չես սահմանափակում, հետաքրքրասիրությունը մնում է։ Հիմա եթե խնդրեմը, ասենք, մաթեմատիկայի հետաքրքիր խնդիրներ գտնելն է, մեկը այդ խնդիրները ինչ որ ձև կան։ Հիմա համացանցը լիք է, այդ ռիլերով, բաներով, Մանավանդ պապած Սմբատ Գեորգյանն է։ Դե մեր երեխեքի դեպքում այնտեղ, ասենք, սինգապուրյան մաթեմատիկայի շարք կա, այդտեղից խնդիր բան, ասենք, գիրքը կա, դա երեխեքը գալիս են, բանը, տեղից կտպես նայենք, մի 10-20 էջ ամիսը մեկ տպում ենք պրինտերով, իմ համակարգչին է, էլի պրինտերը միացրած։ Տպում ենք, դա գնում են, սկսում են աշխատել, մի ժամ հետո հնարեցինք բրծանք, էլի դուր չէ։ Չէ, այդքան շատ մաթեմ պետք չի, էլի, այսինքն ուրիշ բաներով արեք, զբաղվեք, հետաքրքրվեք, տենց։ Նաև ես չեմ սիրում, որ ասենք 3-րդ դասարանում 4-րդ դասարանի մաթեմը արեց, հետո 4 դասարանում ինչ անելով։ Չես կարող, չէ, 5-ին տալ, 5-ում 6-ում պիտի ինձ լինի, որ ինչ է լրացուցիչ անում ես, պիտի առաջ չընկնես, որ հետո երեխան գնա դպրոց, այդ դասը սովորի։ Ոչ թե եթե ասենք 3-րդ դասարանի երեխային 4-րդ դասարանի մաթեմը ամբողջությամբ սովորացրեցինք։ Գնա 4 դասարանին սեպտեմբեր 10, ինքը ոնց պիտի վերաբերվի ուսուցչին։ Հա, ասեսով է ստեփիլը։ Չէ, դասը խանգարելու է։ Ինչ ասեն, ինքը այդ ամի չգիտի, չէ, տեղից ասել է, ուսուցիչը ջղայնանա, ասի մի խանգարի, չէ։ Նա նստի ձանձրանալու է, կողքի աղջկա մազերնա քաշելու կամ ինչ որ բաներ անելու, որ դառնա բան ոչ կոնստրուկտիվ միջավայր երեխայի համար։ Դրա համար առաջ անցնել պետք չի, sense իրանք անցնում են դասում, հետո իրանք են գալիս, երբեք չենք ասում տպենք արա։ Գալի ուզում են ասենք բանը ինչ որ արդեն անցել են, այդ դրա թեմա վրա, այնտեղ ավելի ուրիշ ոճային առումով տալիս են, հավեսով անում են։ Հա, շատ հետաքրքիր միտք է, որ եթե հետաքրքրությունը չսպանես, ինքը իրանով իր տեղը ցույց կտա, ու դա պրոստը պետքա բավարարես, որ երեխա ունենայք փորձեի։ Դե հա, օրինակ, բայց դա ինչից է սկսվում։ Մի տարեկան, կես տարեկան երեխան, որ սկսում է ուտել, ինքը այսենց ուզում է ուտել։ Եթե ծնողը չի թողնում միշտ գթալով կերակրում է,
դա արդեն այդ ինքնուրույնության, ձգտումի, հետաքրքրասիրության առաջին ջարդելն է։ Հիմա մեր տանը բոլոր 4 երեխեքը մենք բան ենք արել, ասենք, տանջվել ենք, մինչև սկսել են նորմալ ուտելը։ Որտեղ ոչ թե 3 տարի կերակրել են գթալով, մինչև իրանք դառնան այնքան ինքնուրույն, որ գթալը մի անգամի ճիշտ բերանը տանեն, այլ միշտ վրաները թափել են, բայց զարգացել են։ Ուզեցել են գթալով ուտել, հարթուկը կապել են, կերել են, կեսը թափել են, բան, հա, կնոջս համար շատ դժվար է, հատկապես իրա էլի, տենց այդքան լվացքի կազմակերպելը, բան, ամեն ինչը շատ դժվար է եղել, բայց ինքնուրույնությունը չկոտրելու ձևերից մեկն էլ դա է։ Ծնողի համար ավելի դժվար ճանապարհ է, բայց ավելի մեծ էֆեկտներ կարա ունենա երեխայի համար։ Հա։ Իսկ մեր տանը մենք հեշտ լուծումներ չենք փնտրում, էլի, այսինքն երեխա ունենալը հեշտ է, մեծացնելն է դժվար։ Այդ բանն էլի պետք է միշտ հիշել։ Մի հատ հետ գանք այդ հանրակրթական ոլորտին, հա, այսինքն դպրոցներում կրթությունը լավացնելու, ես ոնց հասկանում եմ, մեր մոտ ցենց առաջնային խնդիրներից ուսուցիչների որակն է, տենց է թե չէ, ու եթե տենց է, ինչ ձևեր եք տենում այդ խնդիրը լուծելու։ Դե ինչ տենց ասել ուսուցչի որակի, հիմա GG վարորդի որակից ենք, չէ, բողոքում։ Հանրային տրանսպորտի վարորդի որակից ենք բողոքում, բանը սննդի կետերում խոհարարի որակից ենք բողոքում։ Որակը միշտ էլ խնդիր է, այսինքն ինչ որակ է լինի, միշտ բողոքելու են այդ որակից։ Խնդիրը ոչ թե հենց ուսուցչի որակի մասին է, այլ պրոցեսները գնում են, թե չեն գնում։ Ու ինչ ակնկալիք ունենք մենք այդ պրոցեսից։ Տրանսֆորմացիաները մեր երկրում շատ դժվար են լինում։ Ինչպես ասած, 18 թվականը միակ ժամանակն էր իմ գիտակցված կյանքում, երբ որ ասեին, որ պետք է մածունը սև է, մարդիկ սրանից հետո մածունը պետք է վաճառվի սև գույնի, սև ներք խառնած, մարդիկ ասեն, հա, եկեք սև գույն խառնվի։ Հիմա չէ։ Հիմա ինչքան էլ լավ բան էլ ասես, մեկա խնդրեմը այդ անվստահությունը, պայքարը, քաղաքական, սոցիալական, տնտեսական ամեն ինչը մարդկանց անվտանգության լուրջ խնդիրների պայմաններում մարդը ամեն ինչի նկատմամբ անվստահ է դառնում։ Դրա համար ինչ փոփոխություն ուզում ես արա, դինելու է ընդդիմություն։ Ամենաոնց որ ապահովը ոչ մի բան չփոխելն է։ Դրա արդյունքում նաև այս վիճակը ունենք, որ փոփոխություններ չեն լինում։ Այսինքն ցանկացած փոփոխություն բերելու է բանի։ Բայց դա ամենաապահովն է ինչ որ քաղաքական գործիչի համար, հենց իր համար, եթե ինքը մտածի, բայց եթե ինքը իրոք ուզում է լավ գործ արածը լինի, այդ ճիշտ ուղղությունը։ Բայց մարդը, որը բան անվստահություն ունի ցանկացած որոշման նկատմամբ, քաղաքական։ Այսինքն ասում ես, եթե այս քաղաքական գործիչը ասում է, սենց պիտի անենք, ուրեմն չէ։ Դե ոնց փոխես։ Դե ինչ որ տեղում դու շատոքի բան ունես, չէ, ինչ որ ուժ ունես, որ քեզ տրվել է այդ ընտրությունների բանի միջոցով, ու դու ուրիշների փոխարեն կարող ես որոշում կայացնես։ Դե դիմացելի ընտրություններ կան։ Հա։ Այսինքն այդ ընդդիմուց բանը, օրինակ քաղաքային տրանսպորտի գնի հարցը, չէ։ Ասենք 100-ից սարքեցին 300, հետո ասին լավ, բանի 150, ոչ ընդդիմությունը հասկացա, որ ասի բան 150-ը այնքինն է, որ կարամ ասեմ, ես քաղաքականապես հաղթեցի։ Ես հաղթեցի, վերջ ենա, ուզում են 300 անեին, չթողեցի 150 դառնաց։ Ասեց չէ 150 չէ 100 պետք լինի, ու ինչ էին անում, օրենք էին խախտում։ Ինչ որ մեկը մշտականով 300 հոգու էր անցկացնում, ասում էր մտնում էին ավտոբուս, քարոզում էին փող մի վճարեք։ Բայց դա ինչ է բերում, գիտակցության մեջ մարդկանց բերում է ոչ մի կարգի չհետևելուն։ Այսինքն հաճելի է, չէ՞, դու ասենք ավտոբուս ես նստում, քեզ ասում են մի վճարի։ Ինչի վճարեմ, անվճար գնանք, չէ՞, բայց դա գիտակցությունն է բանանում մարդու մոտ ձևավորում նաև ուրիշ բաները խախտելու։ Սենց բան կա կոտրած ապակիների տեսություն, այնտեղ 5 սոցիալական էքսպերիմենտ են արել, միայն մեկը պատմեմ, ավտոկայանատեղի է, գալիս է ճանապարհը ու երկու մուտք ունի։ Մեկը ուղիղ է մտնում, մյուսը աջով։ Ուղիղ մտնող այդ դրան բանի մուտքի մոտ ցուցանակ է գրած երկու հատ, առաջին ցուցանակը ասում է մուտքը աջ կողմից, այսինքն պիտի պտտվես աջ կողմով մտնես։ Տակնել գրած է հեծանիվ չկանգնացնել։
առաջին օրը այդ հեծանիվ չկանգնացնել ցուցանակի տակ հեծանիվներ են կանգնացրած։ Ավտոները ուղիղ մտնում են ներս մեծ քանակությամբ։ Այսինքն աչով չեն գնում։ Հա, այսինքն այն որ ասում է մուտքը աչ կողմից մեքենաների, դա անտեսում են։ Ահա։ Հաջորդ օրը հեծանիվները հանում են։ Ու մեքենաների քանակը, որ ուղղակի մտնում են ներս, նվազում է։ Այսինքն երբ որ դու տենում ես ուրիշները արդեն խախտում են կանոնները, դու ավելի հա, հակված ես։ եթե դու տենում ես, որ ամեն ինչ ճիշտ չի, դու սկսում ես ավելի խախտել։ Այսինքն եթե քայլում ես փողոցում, որտեղ թափրտած է, աղբը ավելի հակված ես գցելու, քան թե եթե մաքուր է ու աղբաման ես տեսնում։ Այդ կոչվում է կոնտրաստ ապակիների տեսությունը, բանը 5 հատ էքսպերիմենտ է, էլի հետաքրքրողները կարող են կարդալ, բայց դա կա։ Եթե դու ասում ես փող մի վճարի ավտոբուսի, ընդհանրապես մի վճարի, դու արդեն մարդուն մղում ես կարգ խախտելու, ենթագիտակցորեն ազդում ես, էլի։ Իսկ դա մեր սոցիումին ինչ է, դրական էֆեկտ է ունենում, թե բացասական։ Բացասական։ Պայքարը պիտի ուրիշ ձև էլի անել, այսինքն ամեն ինչը իրար մեղադրելը լինում է մեր հասարակության մեջ բարոյական այդ բանը, նորմերը գնալով ավելի աղճատելու ուղղությամբ։ Իսկ ինչ որ առողջ լուծում տենում եք դրան կամ վեկտոր, որի ուղղությամբ արի շարժվել։ Դիտեք, այդ լուծումները պիտի սոցիոլոգները, մարդաբանները, լիքը մասնագիտություններ կան ու մասնագետներ էլ ունենք, էլի։ Իրանք պիտի առաջարկեն լուծումները։ Մենք մաթեմատիկոսներս կարող ենք մոդելավորել ֆիզիկական, էլի ոնց անել, որ դրան հասնել, բայց թե խնդիրները ոնց են ու ինչա պետք անել, դա չենք կարող ասել, էլի։ Օրինակ մաթեմատիկոսներս կարող ենք լուծել այս խնդիրը, ունենք այսքան ավտոբուս, այսքան բնակություն, միջինում ամեն մարդ ստեղից ստեղ է գնում, մոտավոր պատկեր, քաղաքային տրանսպորտի ցանցը ոնց նախագծել, որ օպտիմալ ձևով մարդիկ մինիմալ էլի բոլորի գրաֆերի տեսության խնդիրը։ Այդ խնդիրը դնենք, մոդելավորենք, ծրագիրը գրենք, լուծումը առաջարկենք ու պարբերաբար էլ մոնիտորինգ անելով կատարելագործվի։ Բայց թե հիմա ոնց անել, որ մարդիկ տրանսպորտի նոր սակագինը համարեն ռացիոնալ ու ընդունեն, էդի ես ու դու չենք կարող ասել, էլի դրա համար գոյություն են ուրիշ մասնագիտություններ, մարդիկ տասնյակ տարիներով սովորում են, որ այդ հարցերին կարողանան ճիշտ պատասխան տան։ Հասկացա։ Ամեն ինչի պատասխանը չի, որ այսօր կտանք։ Դե այսօր բացօր պատասխաններ չենք էլ տալիս։ Հա, ուրիշ հարցեր ենք վարձած։ Մտքեր ենք տալիս, որ մարդիկ հետաքրքր մտածեն։ Վերջի հարցը Սմբատ, որ սովորաբար բոլորին տալիս եմ, ըստ քեզ կյանքի իմաստը ո՞րն է։ Վերջ հարցը, էտեր։ Աստված բան ես ավելացնում։ Ուզում եի ավելացնել ձեր համար։ Հա, իմ համար։ Ես եւի 18 տարեկանում մի հատ գիրք կարդացի Ժան-Պոլ Սարտրի բաներ, Էգզիստենցիալիզմ et գումանիզմ։ Այդ գիրքը այնտեղ խոսքը բաներ, էգզիստենցիալիզմի մասին էր, որ ինքը մարդասիրական գաղափարներ են, ու իր գլխավոր կոնցեպտն էր, թե ինչի համար է մարդը ու կյանքը, մարդը ինքն է դնում մեջը։ Այսինքն մեջի իմաստ որպես շատ որ խորանանք չկա։ Այսինքն դու ես որոշում ինչա։ Հիմա ես կյանքի տարբեր փուլերում ինքս իմ համար կյանքի մեջ ինչու եմ ես ապրում, ինչ եմ անում, դրա մեջ իմաստ եմ դնում, այդ ուղղությամբ շարժվում եմ, բայց նաև ունեմ սկզբունք 5 տարից մեկից շուտ չվերանայել դա։ Հա։ Այսինքն դից խիստ հետևում եք։ Հա, եթե դու անընդհատ նոր պլաններ ես դնում, իրականում ոչի բանի չես հասնի, որտեվ կարճ ու հեշտ լուծումներ չկան։ Այսինքն այն չէ, էլի, չէ։ Մի շաբաթում բան է, հիմա բանը մոդա դարձել բլոգեր, չէ, ոդքասթեր դառնալը, մի հատ բլոգ բացեմ, բան անեմ, sense մի երկու հյուր կանչեմ, բան, հայտնի մարդ դառնամ, բայց դիտումները ինչ են լինելու 5-10, որպեսզի ոդքասթը կայանա ինչքան ժամանակ պիտի տանջվես։ Ասում են մի 20 էպիզոդն է, տենց միջինը։ Էդի երևի կես տարի։ Հա։ Կես տարի հետո կհասկանաս ոնց զարգացնել միգուցե, չէ, բայց եթե դու 5 հատից հետո ասես լավ, ոնց որ թե չի ստացվում, կամ ստացվում է, չգիտեմ, էլի, իմաստեղ ոչ պիտակավորենք, ոչ էլ գովենք, պիտի ճանապարհ ընտրել ես գնաս։ Եթե դու ժամանակից շուտ փոխես քո բանը, ասենք լավ, դե գնամ բան, ծրագրավորումը շարունակեմ, չէ, ասենք եթե այդ բանը դառնա, ինքը երբեք չի ստացվի։ Դու քո մեջ պիտի ունենաս, որ ես անում եմ այս գործը ու պիտի անեմ մինչև այն
անգլերեն milestone-ը որ կա, միջնաժամկետ վերլուծելու պահը, որ հասկանամ ուր հասա, թե ու արդյոք շարունակեմ, թե չէ։ Խոսքը նրան մնան չի, որ դու ամեն շաբաթ կարող է քո բանը ինչը սխալ արեցի, ինչը ավելի լավ անեմ, դա ուրիշ բան է, դա չի փոխում քո գնալու ճանապարհը։ Բայց եթե ամիսը 1 մտածես, բայց կարող է ուրիշ բան է պետք զբաղվել, ինքը չի կա, դու պիտի հաստատակամություն ունենաս, որ երկար ժամկետում արդյունքը կարողանաս տեսնել։ Որ ասում եմ երեխեքին այդ որոշում կայացնել ու հետո աշխատասիրությունը ձգտումը, դա շատ կարևոր է, որ դու նպատակը բարդ նպատակ դնելուց կարողանաս դրան հետևել։ Հենց սկզբում պետք չի բարդ նպատակներ դնել, բայց տարիքին մեծանալուն զուգընթաց պետքա նպատակները ավելի երկար լինեն։ Մենք 23 թվականին, որ 5-րդ 7-րդ դասանի դասագրքերը գրեցինք, այնքան հոգնած է էմոցիոնալ, վերջին ամիսը օրական 4 ժամ էի քնում, որ տպարան հանձնելուց հետո ձեռքս այսպես սպառում էի, դողում էր։ Ես միշտ լավ քնել եմ, 2-ան 10-ին 10:30 սովորաբար քնում եմ, վարվում մինչև 6-7-ը քնում եմ, այսինքն 8 ժամ ես միշտ քնել եմ, բայց այդ ժամանակ 3-4 ժամ էի քնում։ Ու ասենք կինս էլ ծնողներս էլ բան գիտեն, որ սմբատին հետ պետքա հետը չշփվել, ինքը այն կարգի հիմա դյուրագրգիռ ու կլանված գործի մեջ, որ ինքը կարող է գան հետս խոսեն, ես ուղղակի չլսեի, էլի այդ տեմպի տակ աշխատում ենք, բայց եթե ասել լավ, դե ինչ է, մեջը ոչ փող կա, ոչ բան կա, ոչ մի հատ էլ այս մունաթների տակ թարգեմ ուրիշ բան անեմ, ես Սմբատ Գոգյանը չէի լինի, էլի։ Դրանը դասեր քաղեցինք, 6-8-ը ավելի լավ գրեցինք, ու սենց գնալով ես կատարելագործվում եմ, ու այն մարդիկ, որոնց հետ աշխատում ենք, կատարելագործվում ենք, ու մենք կկարողանանք մի քանի տարի հետո շատ ավելի լավ որակով նույն բանը անել, քան թե հիմա ենք անում։ Շատ թույն է։ Իսկ վերջի անգամ երբ այդ վերանայումը եղել ձեր մոտ։ 2022-ին, երբ որ հիմնադրամը բացեցինք։ Ու նպատակը նոր դրված որն էր։ Հայաստանում երեխեքի մոտ մաթեմատիկայի նկատմամբ ընկալումը բան անել, բարեփոխել, էլի։ Հասկացա։ Իսկ դու լավ առաջընթաց։ Դասագիրքը դրա քայլ է։ Ոչ թե դասագիրք են գրում դասագիր գրելու համար, այլ դասագիրքը գրում ենք, մեջը լիքը QR կոդեր կան, որոնք գալիս են մեր բացատրող վիդեոներին ու թեստային առաջադրանքներին, ու հետո մենք դրանք ենք լավացնելու։ Այսինքն մենք վիդեո շարքեր ենք հետագայում ունենալու, որտեղ մաթեմատիկան բացատրենք ինչքան հնարավոր լավ։ Ու սպասում ենք արհեստական բանականությունը վիդեոներ էլ կարողանա որակյալ սարքի, որ մեր պատկերացումները կարողանանք անիմացիա սարքել, որտեվ հիմա անիմացիան թանկ է նստում, փորձեցինք, բայց մեր փոքրիկ հիմնադրամի համար չափից դուրս ծանր բեռ է, էլի դրան տանելը։ Մենք մեր վիդեոներում ունենք երկու տեսակ վիդեոներ, էլի, zoom-ով սարքած sense կենթանի ու անիմացիոն վիդեոներ։ Անիմացիոն վիդեոներում օգտագործել ենք հենց Blue One Brown-ի իրանց ինչ անձներ։ Մի խոսքով իր սարքած պլատֆորմը մանիմ Python-ով ու ասենք թիմ ունենք, որ երեխեք էլ որ ծրագրավորում սովորեցին, մեր մոտ եկան, որ ասենք փող շատ չեն կարող տալ, բայց մենք ձեզ կսովորացնենք ծրագրավորել ու դուք կանեք ու տենց մի քանի հոգի միացան ու ոնց որ սարքեցինք այդ վիդեոները, բայց դա ոնց որ չենք կարող հարյուրավոր սարքել, էլի, այդ տեմպով։ Մեզ պետքա ինչ որ տեխնոլոգիաներին հետևում ենք ինտենսիվ, որ կարողանանք հենց պահը գա, կարողանանք սարքել։ Մի հատ է խնդրանք, կարաք մի հատ խնդիր ասեք մեր հանդիսատեսների համար, որ մտածեն ու կարող է պատասխանը հետո կոմենտներում գրան։ Ինչ բարդության։ Միջին ոչ օլիմպիական, ոչ էլ 4-րդ դասարանի։ Եկ տարական հարց տամ, շատ տարական։ Դու ինձնից 9-ով ավել խնձոր ունես։ Եթե 2 խնձորը 10 ինձնից ինչքանով շատ խնձոր կունենաս։ Դու ասա։ Ինչքան տոկոսով թե ինչքան հատով։ 9 հատով ավել ունեմ, 2 հատը։ Հատը ինձ ես տալիս։ 5։ Հա։ Իսկ ինչ էիր սկզբում ուզում ասել։ 7։ Հենց այդ ինչու 5 ոչ թե 7։ Որտեվ ինձնից պակասած է մոտավորապես։ Ինքը հարց է, եթե դու տրամաբանում ես, դու միանգամից չես շտապում ասել 7։ Մեր հանրակրթության մեջ սենց սինդրոմ կա,
Չնայած արդեն ոնց որ եթերում էլ պատասխանը ասեցին մի հատ ուրիշ խնդիր ա, բայց հա սենց են սովորում։ Եթե խնդրում տեսնում եք, որ շատ է, ուրեմն պիտի հանեք։ Ու չէ, ու ասենք տենց էլ սովորում են երեխեքին, ես որ ասեցի, այս խնդիրը շատ եմ տվել 5-րդ 6-րդ դասանցի եղանեն, գրեթե բոլորը միանգամից ասում են 7։ Երբ որ ասես մտածի, սկսում ա գծել բան անել, բան մի քիչ հետո ասում ա 5։ Բայց այն որ դու միանգամից 7 չասեցիր 5 ասցիր, դա գալիս է որ դու սովորել ես։ Այսինքն դու չտապեցիր 7, այսինքն մտածիր 7, բայց ասիր հələ սպասի, որոշում չկայացնեմ։ Այսինքն սա մաթեմատիկան է դա էլի, որ դու իրավիճակները ճիշտ կարողանաս գնահատել։ Հետո կյանքում, ասենք արագի մեջ եթե պետք լիներ անել, չէ, ասենք հրթիռը թռնում է, ինչ որ չեմ ասում խնձորի մակարդակի, բայց ինչ որ մտածելակերպի շատ արագ որոշում կայացնել չվերանայր, կարողա ֆատալ հետևանք ունենար։ Օրինակ բոքսորը ինչի է սա կյանքը բոքսը պարապում, որ այն մենամարտի ժամանակ ռեակցիա տալու են զրամողջ 1 միլիվարկյանը ինքը ունենա։ Այդ բանը կա, օրինակ որ Հայաստանի հավաքականի խաղն է ստայում ֆուտբոլի, գնդակը գալիս է, կասեցնում է, մինչև դիրքավորվում է, ավելի շատ ժամանակ անցնում, քան թե ասենք լուրջ թոփ հակումների ֆուտբոլիստների մոտ։ Ինչի, որտեվ նրանք օրը 7 ժամ որ մարզվում են, բերում են նրան ոչ թե գնդակը լավ կասեցնեն, այլ այդ կասեցնելու ընթացքում դիրքավորը այդ ամեն ինչը արագ արվի, ավտոմատացվի։ Մեր մոտ քանի որ ասենք այն առաջնությունը որտեղ խաղում են ինտենսիվ չի հարց պաշտպանը քո վրա չի հարցակվում, ինքը շատ ավելի շատ ժամանակ ունի ու դա աշխատում է։ Բայց որ գնում է ուրիշ ուժեղ թմի դեմ, գնդակ եկա ոտին կպավ, արդեն պաշտպանը եկել է պատրաստ է խփելու այդ գնդակին։ Ու ասենք ֆուտբոլիստը չունի այդ ժամանակը։ Այսինքն աշխատանքը բերում է նրան, որ դու որոշումները ճիշտ անելու ժամանակը կրճատում ես։ Ամբողջ պրոֆեսիոնալը դիլետանտից տարբերվում է նրանով, որ ճիշտ որոշում կայացնելու համար իրան շատ ավելի քիչ ժամանակ է պետք։ Հիմա եթե մտածելը ուղեղը բոլորս պրոֆեսիոնալ պիտի լինենք, չէ՞, իրան օգտագործելու հարցում։ Եթե մենք չսովորենք, ապա չենք կարողանա ճիշտ որոշումներ կայացնել։ Մանավանդ արագ։ Հա, արագությունը կարևոր է, որտեվ դու երբեք չգիտես էլի ինչքան ժամանակն է բավարար։ Ոչ մեկ քեզ չի ասի սխալա նորից մտածի։ Այսինքն դու պիտի հետ արագը, մեկը մենք արագ ենք որոշումներ կայացնելու կյանքին, բայց կարևոր է որ այդ արագ, օրինակ ավտովթարը, չէ՞, մարդկա հենց վթարը վտանգ ալինում աչքերը փագում է։ Չէ՞, որտեվ չգիտի։ Մի անգամ ես մեքենա քշելուց գնացի, բաներ, սպիտակ գիծեր, հետո հասկացա որ կարկուտ է։ Ղազանչի գյուղի մոտ էր։ Կտրուկ արգելակեցի, մեքենան 180 արշավան պտտվեց, ինձ միած գնաց Արվակի մոտ կանգնեց։ Ասենք միջև այդ պահը ես չէի բան արել, որ սղլիկ հատակի վրա, այսինքն սառույցը, բան։ Եթե ինձ ժամանակ տային մտածելու, ֆիզիկայի մանով ես կասեի, պետք չի արգելակել։ Բայց այդ բան ես վախեցա տեսածից արգելակեցի ու ավտոն պտտվեց։ Բարեբախտաբար ֆատալ հետևանքներ չեղավ։ Հիմա ես երբեք այդ սխալը չեմ կրկնի, որտեվ գիտեմ։ Ինչքան էլ ես ֆիզիկա իմանա, ես սխալ որոշում կայացրեցի։ Հիմա ես այդ սխալ որոշումը չեմ կայացնի, որտեվ ես սխալացի, որտեվ ժամանակը քիչ էր ու ես պետք է որոշում կայացնեի, չգիտեի, չէ, պրոֆեսիոնալիզմ չկար մեքենա վարելու։ Այն ժամանակ մի տարվա քշող չկայի։ Իսկ հիմա 10 քանի տարվա քշող եմ, էլի, այսինքն այդ դա եկել է այդ հմտությունը։ Հիմա վերադառնանք խնդրին։ Էլի 5-րդ դասանի խնդիր կասեմ, դասագրքի, բայց մի քիչ այլ մեկնաբանմամբ։ Ուրեմն խնդիրը։ Քո ծնունդն է, մայրդ ամեն ինչ պատրաստել է, բան, ապրանք առել է, բերել է, հիմա ալյուրը բան խառնում է, հիմա կաթը սառնանից բացում է, որ լցնի, տեսնում է կաթը թթվել է։ Ասում է Մովսես, գնա խանութ 10 լիտր կաթ բեր։ Գնում ես խանութ, կաթը վաճառում են 2 լիտրանոց տուփերով։ Քանի տուփ կառնես։ 5, ճիշտ է։ Գալիս է 3 բանը նոր տարին, ուզում ես ընկերներիդ նվերներ բաժանես, ամեն մի տուփը փաթեթավոր, մայրդ ասում է պահարանում ժապավեն կա, գնա ժապավեն բեր, փաթեթավորեն։ Գնում ես բերում ես 10 մետր ժապավեն կա։ Մի տուփը փաթեթավորելու համար 2 մետր ժապավեն է պետք։ Քանի տուփ կկարողանաս փաթեթավորել։
Մի հատ 10 մետր ժապավեն կա, ամեն տուփը փաթեթավորելու համար 2 մետր պետք է։ Քանի տուփ կկարողանաս փաթեթավորել։ Էլի 5։ Էլի 5, հա, ասում եմ 5-րդ դասարանն է, բարդ չի էլի։ Բանը։ Այս երկու խնդիրներ են, չէ՞։ Իրանք իմաստային տարբերություն ունեն, թե չէ։ Այսինքն իրանք կյանքի առումով նույն խնդիրներն են, տարբեր տերմինոլոգիայով, թե նույն տարբեր են։ Պարզ հարցեր եմ տալիս, էլի։ Կյանքի առումով տարբեր են, բայց մաթեմատիկայով նույնն են։ Նույնն են։ Հա։ Հիմա գալիս է հաջորդ տարի, մի քիչ մեծացել ես, մի ընկերել շատակեր ավելացել է, այս տարի պետքա տորթը խմորեղենը ավելի մեծ սարքվի, բայց էլի կաթը թթվում է սառնարանում։ Էլի նույն սխալը անում է։ Պետքա սառնարանը փոխել։ Հիմա բանը, մամատ ասում է գնա 11 լիտր կաթ բեր։ Դու գնում ես խանութ, էլի 2 լիտրանոց ամաններով են վաճառում։ Քանի շիշ կաթ կառնես։ 6։ Գալիս է նոր տարին, ընկերներիդ ուզում ես էլի նվերներ անես, ասում ես անցած տարի լավ էր ժապավեններով որ փաթեթավորեցի, գնամ նայեմ ինչքան կա, գնում ես նայում ես 11 մետր ժապավեն կա։ Քանի տուփ կկարողանաս փաթեթավորել։ 5։ Մեկը 6 եղավ, մեկը 5, չէ՞։ Եթե այն երկու խնդիրները մաթեմատիկորեն նույնը լինեին 10-ով, 11-ով էլ պետք է նույնը լինեին, չէ՞։ Այդ։ Մի դեպքում բայց 6 ստացվեց։ Երբ որ կաթ էր, մյուս դեպքում 5 ստացվեց։ Այսինքն կոնցեպտուալ այս կաթի շշի խնդիրը, մեկ էլ նվերը փաթեթավորելու խնդիրը կոնցեպտուալ են իրարից տարբերվում։ Ուղղակի 10-ի դեպքում տարբերությունը չի երևում։ Իսկ 11-ի դեպքում երևում է։ Այ լավ մաթեմատիկա սովորողը ինքը հասկանում է վտանգները նախքան իրանց հանդիպելը։ Այժմ ոչ թե լավ մաթեմատիկա սովորող, այլ մաթեմատիկա կիրառական սովորած, էլի, այսինքն ակտուալ սովորածը, այսինքն հիմիկվատես տարբերությունը կա, ամբողջ կյանքը կիմանաս, որ պետքա զգուշ լինել, չէ՞, իրավիճակներում։ Բայց մեր դպրոցի խնդիրներում միշտ թվերը իրար բաժանվել են։ Այսինքն երբեք չի եղել, չէ՞, 11 լիտր կաթա պետք, 2 լիտրանոց, որ դու այսինքն քո ուղեղը չի մարզվել այդ ուղղությամբ։ Բոլորն են այս խնդիրը բան անում, էլի, 10-ի դեպքում տարբերությունը չեն տեսնում։ Բայց 11-ի դեպքում եթե տարբեր են, չէ, ուրեմն 10-ի դեպքում էլ էին իրարից տարբեր։ Հետո ինչ, ոնց որ երկու հոգի նույն անուն ունենան, անունները նույնն է, բայց մեջի եղածը տարբեր է, էլի, իրանց իմաստները տարբեր է։ Ինչու՞մն է այդ երկու խնդիրների կոնցեպտուալ տարբերությունը։ Որ Դա հիմա են քննարկում, թե մնա։ Հա, եկեք թող մնա մեր հանդիսատեսները կոմենտում թող գրեն ինչու՞մ է այդ երկու խնդիրների կոնցեպտուալ տարբերությունը, ինչի մի դեպքում 5 եղավ պատասխանը, մյուս դեպքում 6։ Մովսեսը բան կանի։ Հետո Կասիով էր ճիշտ իրանց մեկնաբանություններում։ Հա, որ սխալ ասեմ, Սմբատը կուղի։ Մերսի ձեզ շատ Սմբատ ջան, իմ համար շատ հաճելի խոսակցություններ ու հույս ունեմ մի օր էլի կգաք, էլի կխոսենք։ Դեռ հուսով եմ։ Շնորհակալություն։